Սովորական մի երեկո սուպերմարկետների ցանցի սեփականատեր, հաջողակ մի տղամարդ անանուն գնումներ էր կատարում իր խանութներից մեկում։ Այնտեղ նա ականատես եղավ մի հուզիչ տեսարանի։ Մի մայր փորձում էր որդուն բացատրել, որ չի կարող նրա համար գնել սովորական մի տուփ թխվածքաբլիթ։ Հուզված այդ կնոջ արժանապատվությունից, տղայի տխրությունից, նա որոշեց առատաձեռնության մի քայլ անել, որն ընդմիշտ կփոխեր երեքի ճակատագիրը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Երեկոն դանդաղ իջնում էր Երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն երանգներով, որոնք հազիվ էին կարողանում ճեղքել Հայաստանի մայրաքաղաքի օդի աղտոտվածությունը։ Կենտրոն վարչական շրջանում, բնակելի շենքերի փոքր խանութների միջ, մարդաշատ սուպերմարկետն ընդունում էր աշխատանքային օրվա վերջին հաճախորդներին։ Դա ցանցային խանութներից մեկն էր, լայն միջանցքներով, վառ լուսավորությամբ, անթերի դասավորված դարակներով։ Ոչինչ այնտեղ չէր հուշում, որ սովորական մի երեքշաբթի օրվա երեկոյան 3 կյանքեր պետք է խաչվեին այնպես, որ ընդմիշտ կփոխվեր նրանց ճակատագրերի ընթացքը։ Արմեն Սարգսյանը 38 տարեկան էր, Երանի խոշորագույն սուպերմարկետների ցանցերից մեկի սեփականատերը։ Լինելով գյումրեցի արտրականների զավակ, որոնք 90-ականներին տեղափոխվել էին Երան, բախտ որոնելու, նա մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է հայրն առավոտյան ժամը 5-ին արթնանում, գումի շուկայի հարանությամբ գտնվող ընտանեկան փոքրիկ խանութը բացելու համար։ Վաղ տարիքից սովորել էր աշխատասիրության արժեքը, բիզնեսում ազնվության կարողությունը, յուրաքանչյուր հաճախորդին լավ վերաբերվելու անհրաժեշտությունը։ Երբ հայրը մահացավ, նրան թողեց ոչ միայն փոքրիկ խանութը, այլ կյանքի մի փիլիսոփայություն, որն Արմենը երբեք չմոռացավ։ 15 տարվա քրտնաջան աշխատանքի զոհողությունների արդյունքում նա այդ փոքրիկ խանութը վերածեց 23 սուպերմարկետներից բաղկացած ցանցի, որոնք սփռված էին ողջ Երանով մեկ։ Բայց մասնագիտական հաջողությունը չբերեց այն երջանկությունը, որն Արմենը պատկերացնում էր։ Նրա 10-ամյա ամուսնությունը փլուզվել էր 2 տարի առաջ, երբ կինը Սոնան որոշեց, որ նա խնդրում է Դուբայի շքեղ կյանքը մի օտարերկրացի գործարարի կողքին, ում հետ ծանոթացել էր գործուղման ժամանակ։ Նրանք երեխաներ չունեին, Արմենը խորասուզվեց աշխատանքի մեջ, փորձելով մոռանալ այն մենությունը, որը տիրում էր Վահագնի թաղամասում գտնվող իր դատարկ բնակարանում։ Նույնիսկ շրջապատված լինելով աշխատակիցներով, մատակարարներով, գործընկերներով, նա իրեն խորապես մենակ էր զգում։ Ինչ-որ բան պակասում էր իր կյանքում, մի դատարկություն, որն աշխարհի ողջ փողը չէր կարող լցնել։ Այդ երեկո Արմենը որոշեց անել մի բան, որ հազվադեպ էր անում։ Հագավ մաշված ջինսետ աբատ, բամբակյա սպիտակ, հասարակ վերնաշապիկ Արարատ ի գլխարկը, որը նվեր էր ստացել ընկերոջից։ Ուզում էր զգալ, թե արդյոք իր ցանցի խանութներն իսկապես լավ են աշխատում, արդյոք աշխատակիցները հարգանքով են վերաբերվում հաճախորդներին, արդյոք ապրանքները լավ են ցուցադրված։ Սիրում էր անսպասելի այցելություններ կատարել, առանց որևէ մեկին զգուշացնելու, պարզապես դիտելով զգալով տեղի մթնոլորտը։ Ընտրեց կենտրոնի մասնաճյուղը, քանի որ այն ցանցի ամենահին խանութներից էր, առանձնահատուկ սեր ուներ դրա նկատմամբ։ Սուպերմարկետ մտնելիս Արմենը զգաց օթորակիչի սառը հոսանքը, փետրվարյան շոգի ֆոնին, որը տանջում էր քաղաքը։ Վերցրեց զամբյուղ սայլակը, սկսեց քայլել միջանցքներով, ամեն ինչին նայելով սեփականատիրոջ քննադատական հայացքով, բայց նա սովորական հաճախորդի հետաքրքրասիրությամբ։ Կանգ առավ մրգերի բանջարեղենի բաժնում, ստուգելու ապրանքների որակը, անցավ մսի հացաբուլկեղենի բաժիններով, ուսումնասիրեց զեղչերի դասավորությունը։ Ամեն ինչ կարծես թե անթերի էր գործում։ Աշխատակիցները բարեհամբույր էին, դարակները լիքն էին, հատակը մաքուր ու փայլուն։ Եվ հենց այդ պահին, երբ հասավ թխվածքաբլիթների քաղցրավենիքի միջանցք, Արմենը ականատես եղավ մի տեսարանի, որն ամբողջությամբ փոխելու էր իր կյանքը։ Միջանցքի մեջտեղում, երեխայի աչքերի բարձրությանը կռացած, մի երիտասարդ կին էր, որը փառք ձայնով խոսում էր փոքրիկ տղայի հետ։ Արմենը կանգ առավ նրանցից մի քանի մետր հեռու, ծածնելով, թե համեմատում է միջուկով թխվածքաբլիթների գները, բայց նրա ողջ ուշադրությունը սերված էր այդ մորն ու որդուն։ Կինը պետք է որ 29 տարեկան լիներ։ Հագին ուներ ձիթապտղի գույնի հասարակ զգեստ, այնպիսիներից, որոնք էժան խանութներում 2000 դրամ արժեն, արդեն մի փոքր գունաթափված ժամանակից բազմաթիվ լվացքներից։ Շագանակագույն մազերը հավաքված էին ցածր, փոքր-ինչ անփույթ պոչիկով, կարծես տնից դուրս գալուց առաջ իրեն խնամելու ժամանակ չէր ունեցել։
Դիմահարդարում չուներ, բայց նրա բաց թուխ մաշկն ուներ բնական գեղեցկություն, որը հավելյալ միջոցների կարիք չուներ։ Արմենի ուշադրությունն ամենից շատ գրավեցին նրա աչքերը։ Նույնիսկ հեռվից նա կարող էր տեսնել, որ դրանք խորը շագանակագույն աչքեր էին, լի հոգնածության, վճռականության, տխրության ուժի խառնուրդով։ Նրա կողքի տղան փոքր էր իր 6 տարիքի համար։ Ուներ ուղիղ մազեր, որոնք թափվում էին ճակատին, մեծ, կլոր աչքեր, որոնք կարծես պահում էին աշխարհի ողջ անմեղությունը, հագին ուներ Արարատ մարզաշապիկ, որը չափազանց մեծ էր նրա փոքրիկ մարմնի համար։ Իր փոքրիկ ձեռքերում նա զգուշությամբ պահում էր արջուկների նկարներով զարդարված Մարիա թխվածքաբլիթի տուփը։ Դա այն հասարակ տուփերից էր, որոնք 300 դրամից էլ էժան արժեին, բայց այդ տղայի համար թվում էր, թե տիեզերքի ամենաթանկ գանձն է։ Արմենը ձացրեց, թե հետաքրքրված է աղի թխվածքաբլիթների դարակով, բայց ականջները սերված էին մոր որդու խոսակցությանը։ Կնոջ ձայնը ցածր էր, գրեթե շշուկ, բայց նա կարողացավ որսալ մի քանի բառ։ Նա անսահման համբերությամբ ձայնի մեջ ակնհայտ ցավով բացատրում էր տղային, որ այդ օրը չեն կարող վերցնել թխվածքաբլիթները։ Արմենը տեսավ, թե ինչպես տղայի դեմքը կծկվեց, փորձելով հասկանալ, փորձելով չլացել։ Տղան նայեց իր ձեռքերի տուփին, կարծես պահում էր մի բան, որը շուտով պետք է թողներ, մատիկներով շոյեց փաթեթը, հետո մի նրբությամբ, որը կոտրեց Արմենի սիրտը, տուփը հետ դրեց դարակի վրա։ Բայց թխվածքաբլիթներն ամբողջությամբ բաց թողնելուց առաջ տղան շրջվեց դեպի մայրը մի բան ասաց, որն Արմենը չկարողացավ լսել։ Կինը գլուխը խոնարհեց, Արմենը տեսավ, թե ինչպես թեթակի դողացին նրա ուսերը։ Նա լաց էր լինում, փորձելով արցունքները թաքցնել որդուց։ Մի քանի վայրկյան անց նա բարձրացրեց դեմքը, ձեռքի թիկունքով արագ սրբեց աչքերը, ժպտաց տղային, տխուր, բայց սիրով լի ժպիտով։ Բռնեց նրա փոքրիկ ձեռքը, սկսեց քայլել միջանցքով դեպի դրամարկղ, հրելով մի սայլակ, որի մեջ ընդամենը մի քանի իր կար, ամենաանհրաժեշտը, գոյատելու համար խիստ անհրաժեշտը։ Արմենը կանգնած մնաց այնտեղ, ձեռքին պահելով թխվածքաբլիթի մի տուփ, որը նույնիսկ չգիտեր, ինչ տեսակի է, զգաց, թե ինչպես մի տարօրինակ բան տեղի ունեցավ իր ներսում։ Կարծես մի անտեսանելի ձեռք ուժգին սեղմեց նրա սիրտը։ Այդքան պարզ մի նույն ժամանակ այդքան ավերիչ տեսարանը նրա մեջ արթնացրել էր մի զգացմունք, որը վաղուց չէր զգացել։ Դա հենց խղճահարություն չէր։ Դա ավելի խորն էր, հիացմունքի խառնուրդ այդ մոր արժանապատվության հանդեպ, տխրություն նրանց դաժան իրականության համար մի անբացատրելի ցանկություն, ինչ-որ բան անելու, ցանկացած բան այդ իրավիճակը փոխելու համար։ Նա նայեց թխվածքաբլիթի տուփին, որը տղան վերադարձրել էր դարակին, կոկորդում մի գունդ զգաց։ Դա այնքան քիչ էր, այնքան էժան, բայց այդ ընտանիքի համար անհասանելի շքեղություն էր։ Արմենը մտածեց այն բոլոր անգամների մասին, երբ ինքը գնում էր ավելորդ իրեր, առանց գնի մասին մտածելու, թե ինչպես էր փող վատնում թանկարժեք ընթրիքների, բրենդային հագուստի, իր կյանքում ոչ մի նշանակություն չունեցող բաների վրա։ Իսկ այստեղ մի երեխա կար, որն ընդամենը մի պարզ տուփ թխվածքաբլիթ էր ուզում, չէր կարող ունենալ։ Արագ որոշում կայացնելով, Արմենը վերցրեց թխվածքաբլիթի տուփը դարակից, սկսեց հետել կնոջն ու տղային սուպերմարկետի միջանցքներով։ Ապահով հեռավորություն պահելով, նա դիտում էր, թե ինչ են նրանք վերցնում։ Տեսավ, թե ինչպես է կինը ուշադրությամբ նայում ամեն ինչի գներին, համեմատում ապրանքանիշերը, միշտ ընտրելով ամենաէժան տարբերակները։ Նա վերցրեց բրնձի փոքր տուփ, մեկ ուրիշը, լոբու, մի քանի ձու, 1 լիտր կաթ, լվացքի փոշի, աման լվանալու հեղուկ։ Գոյատման համար անհրաժեշտ հիմնական ապրանքներ։ Ոչինչ ավելին, քան բացարձակ անհրաժեշտը։ Արմենը սկսեց զգուշորեն այլ ապրանքներ վերցնել դնել իր սայլակի մեջ, բայց միշտ ուշադրություն դարձնելով, թե իրականում ինչի կարիք ուներ այդ ընտանիքը։ Վերցրեց բրնձի ավելի մեծ տուփ, ավելի շատ լոբի, մակարոն, ձեթ, շաքարավազ, սուրճ։ Հետո գնաց երշիկեղենի բաժին, վերցրեց ապուխտ, պանիր, հալած պանիր։ Անցավ հացի բաժնով, վերցրեց թարմ ֆրանսիական հաց։ Գնաց մսի բաժին, ընտրեց հավ, աղացած միս, նրբերշիկ։ Սայլակը լցրեց մաքրող միջոցներով, զուգարանի թղթով, օճառով, շամպունով, ատամի մածուկով։ Երբ կինն ու տղան հասան դրամարկղ, Արմենը կանգնեց կողքի հերթում, դիտելով։ Նա սկսեց իր սակավաթիվ ապրանքները դնել ժապավենի վրա, գանձապահը յուրաքանչյուր իրն անցկացնում էր այն մեխանիկական արագությամբ, որով դա անում են օրական 1000 անգամ։ Արմենը տեսավ, թե ինչպես կինը բացեց հին ու մաշված դրամապանակը, հանեց մի քանի ճմրթված թղթադրամ, մի քանի մետաղադրամ ու վճարեց հաշիվը։ Երբ մանրը վերադարձավ, նա զգուշությամբ պահեց յուրաքանչյուր լուման, ինչպես մեկը, ով գիտի, որ դա իր ունեցած-չունեցածն է։
Հենց այդ պահին Արմենը քաջություն հավաքեց մոտեցավ։ Նա մտովի փորձել էր իրավիճակին մոտենալու մի քանից, բայց երբ մոտեցավ նրանց, բոլոր բառերը կարծես թռան մտքից։ Կինը տոպրակներն էր վերցնում, երբ նա վերջապես խոսեց. «Ներողություն, կներեք անհանգստության համար։ Ես նկատեցի, որ դուք մի կարևոր բան մոռացաք դարակի վրա»։ Կինը վախեցած շրջվեց, կասկածանքով նայելով Արմենին։ Նա ավելի ամուր սեղմեց որդու ձեռքը կես քայլ հետ գնաց, պաշտպանական դիրք ընդունելով։ Արմենը հասկացավ, որ վախեցրել է նրան, արագ փորձեց ուղղել իրավիճակը։ Նա ցույց տվեց թխվածքաբլիթի տուփը, որը ձեռքին էր, հենց այն մեկը, որը տղան վերադարձրել էր դարակին։ «Ես տեսա, որ ձեր որդին սա հետ դրեց, մտածեցի, որ գուցե մոռացել եք։ Երեխաները սիրում են թխվածքաբլիթ, այնպես չէ՞։ Ի դեպ, իմ անունն Արմեն է, Արմեն Սարգսյան»։ Կինը նայեց թխվածքաբլիթներին, հետո Արմենին, նրա աչքերը լցվեցին զսպված արցունքներով։ Նա սեղմեց շուրթերը, խորը շունչ քաշեց գլխով, բացասական շարժում արեց, փորձելով պահպանել հանգստությունը։ «Շնորհակալություն, պարոն, բայց ոչ։ Մենք չենք մոռացել։ Պարզապես այսօր չենք կարող վերցնել։ Բայց շնորհակալություն ուշադրության համար»։ Նա սկսեց շրջվել, գնալու, բայց տղան քաշեց նրա զգեստի փեշը, ինչ-որ բան շշնջաց ականջին։ Արմենը տեսավ, թե ինչպես կինը կռացավ, որդուն լսելու, հետո նորից աչքերը բարձրացրեց դեպի իրեն։ Նրա ներսում պայքար էր ընթանում, նա կարող էր դա տեսնել։ Հպարտությունը պայքարում էր կարիքի դեմ, արժանապատվությունը, որդուն ուրախություն պարգևելու ցանկության դեմ։ Արմենս մեկ քայլ առաջ արեց, բայց պահպանելով հարգալից հեռավորություն։ Նա խոսեց ամենանուրբ ձայնով, որ կարող էր, փորձելով անկեղծ հնչել ոչ թե վերից նայող։ «Խնդրում եմ, սա որպես ողորմություն մի ընդունեք։ Ես պարզապես ուզում էի այսօր մի լավ բան անել։ Գիտեք ինչպես է լինում, երբեմն երեխա ես տեսնում ու հիշում սեփական մանկություն։ Թույլ տվեք այս թխվածքաբլիթները ես վճարեմ ձեր որդու համար։ Ընդամենը սա է։ Սա ոչ մի առանձնահատուկ բան չէ»։ Տղան նայեց մորը այն մեծ, հույսով լի աչքերով, Արմենը տեսավ, թե ինչպես կինը տատանվեց։ Նա նայեց որդուն, հետո Արմենին, վերջապես, խեղդուկ ձայնով, գլխով համաձայնեց։ Արմենը թեթության երջանկության ալիք զգաց։ Նա արագ վճարեց թխվածքաբլիթների համար, տուփը տվեց տղայի փոքրիկ ձեռքերին, որը տուփը սեղմեց կրծքին, կարծես դա աշխարհի ամենաթանկ նվերն էր։ «Շատ շնորհակալ եմ, պարոն», ասաց կինը։ Արմենը տեսավ, որ այդ երկու բառը նրա համար շատ դժվար տրվեց։ «Իմ անունն Անահիտ է, Անահիտ Գորգյան։ Իսկ սա իմ որդին է, Դավիթը»։ Դավիթը նայեց Արմենին ամաչկոտ, բայց պայծառ ժպտաց, ցույց տալով փոքրիկ, սպիտակ ատամները։ «Հաճելի է ձեզ հետ ծանոթանալ», պատասխանեց Արմենը, զգալով, թե ինչպես մի տարօրինակ զգացմունք է աճում իր ներսում։ «Եվ տեսեք, գիտեմ, որ սա կարող է տարօրինակ թվալ, բայց ես դեռ գնումներ ունեմ անելու։ Դուք ձերն ավարտել եք, թե՞։ Էլի բան կա, որ ձեզ պետք է»։ Անահիտը նորից կասկածանքով նայեց նրան։ «Արդեն ավարտել ենք, պարոն։ Մենք պետք է հիմա գնանք։ Դավիթը դեռ դպրոցի տնային աշխատանք ունի անելու»։ Արմենը գլխով արեց, բայց ինչ-որ բան իր ներսում չէր ուզում բաց թողնել այդ հնարավորությունը։ Այդ կնոջ մեջ ինչ-որ բան կար, որը հետաքրքրում էր նրան, գրավում էր մի ձով, որը չէր կարողանում բացատրել։ Դա ոչ միայն նրա պարզ ու բնական գեղեցկությունն էր, այլ այն ուժը, որը նա ցուցաբերում էր, այն արժանապատվությունը, որով կրում էր իր աղքատությունը, այն անվերապահ սերը, որ ուներ որդու նկատմամբ։ Դա մի համադրություն էր, որը հուզում էր Արմենին իր հոգու խորքում։ «Դե լավ», ասաց նա, փորձելով շատ համառ չթվալ։ «Բայց մինչ գնալը, թույլ տվեք մի հարց տալ։ Դուք այստեղ մոտերքում եք ապրում»։ Անահիտը տատանվեց, բայց տղան նրանից առաջ պատասխանեց. «Մենք Մալաթիայում ենք ապրում, հորեղբայր։ Մետրոյի մոտ։ Այստեղից հեռու է։ Մենք եկանք, որովհետև այստեղ բրնձի զեղչ կար»։ Արմենը նայեց տղային ժպտաց։ Դավիթը խելացի երեխա էր, այնպիսիներից, որոնք ամեն ինչ նկատում են առանց վախի խոսում։ Անահիտը մի փոքր կարմրեց, ակնհայտորեն չցանկանալով, որ անծանոթն այդքան բան իմանա իրենց կյանքի մասին։ Բայց Արմենը դա որպես հնարավորություն տեսավ։ «Մալաթիան իսկապես հեռու է։ Դուք ավտոբուսով եք եկել, թե՞։ Մետրոյով։ Մենք մետրոյով ենք եկել», նորից պատասխանեց տղան։
Բայց հիմա ավտոբուսով ենք գնալու, որովհետև մետրոն այս ժամին շատ լիքն է լինում։ Արմենը նայեց ծանր տոպրակներին, որոնք Անահիտն էր տանում, իմպուլսիվ որոշում կայացրեց. Տեսեք, ես իմ մեքենայով եմ։ Եթե ուզում եք, կարող եմ ձեզ մինչ Մալաթիա տանել։ Ոչ մի առանձնահատուկ բան չկա, ես մինույն է այդ կողմով էի անցնելու։ Ոչ, պարոն։ Անմիջապես պատասխանեց Անահիտը, նրա ձայնն առաջին անգամ հաստատուն հնչեց։ Մենք չենք կարող ընդունել։ Դուք արդեն շատ բարի գտնվեցիք մեր հանդեպ։ Մենք ավտոբուսով կգնանք։ Շատ շնորհակալ եմ առաջարկի համար։ Բայց մայրիկ, սկսեց խոսել Դավիթը, բայց Անահիտը նրան ընդհատեց մի հայացքով։ Դավիթը լռեց, հասկանալով, որ չպետք է համառի։ Արմենը տեսավ հիասթափությունը տղայի դեմքին իրեն վատ զգաց։ Նա չէր ուզում խնդիրներ ստեղծել մոր-որդու միջ, բայց նա չէր կարող պարզապես թույլ տալ, որ նրանք այդպես գնան։ Լավ, հասկանում եմ։ Բայց գոնե թույլ տվեք ձեզ համար տաքսի պատվիրեմ։ Այս ծանր տոպրակներով դժվար կլինի ավտոբուս ու մետրո նստել։ Խնդրում եմ, դա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Անահիտը երկար նայեց նրան, կարծես փորձում էր կարդալ նրա մտադրությունները։ Արմենը դիմացավ նրա հայացքին, փորձելով անկեղծություն փոխանցել։ Վերջապես, նա հոգոց հանեց համաձայնեց։ Լավ։ Եթե պնդում եք։ Բայց միայն դա, լավ։ Մենք այլս չենք ուզում անհանգստացնել։ Արմենը հանեց հեռախոսը գրպանից տաքսի պատվիրեց։ Մինչ սպասում էին մեքենայի ժամանմանը, նրանք կանգնած էին սուպերմարկետի ելքի մոտ, մի տեսակ անհարմար լռության մեջ։ Դավիթը ծամում էր թխվածքաբլիթը, որը խնդրել էր մորը բացել, նայում էր Արմենին այն հետաքրքրասեր մանկական աչքերով։ Անահիտը նյարդայնացած խառնում էր տոպրակները, ակնհայտորեն անհարմար զգալով այս ամբողջ իրավիճակից։ Լռությունը խախտեց տղան։ Դուք շատ բարի եք։ Մայրիկս միշտ ասում է, որ աշխարհում լավ մարդիկ կան, բայց ես երբեք իսկականին չէի տեսել։ Դուք առաջինն եք։ Արմենը կրծքում սեղմոց զգաց այդքան անմեղ մի նույն ժամանակ այդքան իմաստալից խոսքերից։ Նա կրացավ, տղայի հասակին հավասարվելու, պատասխանեց. Ես եմ բախտավոր, որ ձեզ երկուսիդ գտա։ Դուք ինձ հիշեցրիք կարևոր բաներ, որոնք ես մոռացել էի։ Ինչ բաներ, հորեղբայր, հարցրեց Դավիթը երեխաներին բնորոշ հետաքրքրասիրությամբ։ Արմենը նայեց Անահիտին, որը դիտում էր նրանց զրույցը անորոշ արտահայտությամբ, հետո իր հայացքը նորից ուղղեց տղային։ Ինձ հիշեցրիք, որ կյանքի ամենակարևոր բաներն այն չեն, որոնք մենք գնում ենք։ Դրանք այն մարդիկ են, ում մենք սիրում ենք, ովքեր մեզ են սիրում։ Դավիթը ժպտաց նրան, այն մաքուր անկեղծ ժպիտով, որը միայն երեխաներն են կարող տալ։ Դուք մենակ եք, հորեղբայր։ Դուք ոչ ոք չունեք, որ ձեզ սիրի։ Հարցն անակնկալի բերեց Արմենին։ Նա կրծքում ցավի խայթոց զգաց, բայց փորձեց դա ցույց չտալ։ Ես ունեմ իմ ընտանիքը, եղբորս, մորս։ Բայց այո, ես մենակ եմ ապրում։ Ուրեմն դուք մեզ նման եք, բնականon ասաց Դավիթը։ Մենք էլ ենք մենակ, ես ու մայրիկս։ Բայց ամեն ինչ լավ է, որովհետև մենք իրար շատ ենք սիրում։ Մայրիկս աշխարհի ամենալավ մայրիկն է։ Անահիտը կրացավ գրկեց որդուն, դեմքը թաքցնելով նրա մազերի մեջ։ Արմենը տեսավ, թե ինչպես նորից դողացին նրա ուսերը, հասկացավ, որ նա պայքարում է իր առաջ չլացելու համար։ Այդ սերը մոր-որդու միջ այնքան ուժեղ էր, այնքան մաքուր, որ Արմենը բարի նախանձ զգաց դրա հանդեպ։ Նա ուներ այն ամենը, ինչ փողով կարելի էր գնել, բայց չուներ այն, ինչ այդ երկուսն ունեին։ Անխախտելի կապ, անվերապահ սեր, մի ուժ, որը գալիս էր ներսից կախված չէր նյութական բարիքներից։ Արմենի հեռախոսը ձայն տվեց, տեղեկացնելով, որ տաքսին մոտենում է։ Նա նայեց էկրանին, հետո Անահիտին։ Մեքենան մոտենում է։ Արծաթագույն, Կորոլա։ Այնտեղ, դիմացը կկանգնի։ Անահիտը բաց թողեց Դավիթին ոտքի կանգնեց, հարթելով ճմրթված զգեստը։ Նա նայեց Արմենին առաջին անգամ ժպտաց, փոքր, բայց անկեղծ։ Շատ շնորհակալ եմ, պարոն։ Իսկապես։ Դուք պարտավոր չէիք այս ամենն անել։ Աստված կհատուցի ձեզ ձեր բարության համար։ Արմենը զգաց, որ հրաժեշտի պահն է, բայց ինչ-որ բան իր ներսում չէր ուզում թույլ տալ, որ նրանք այդպես գնան։ Նա պետք է ավելին աներ, պետք է մի միջոց գտներ այդ ընտանիքին իսկապես օգնելու, ոչ թե պարզապես բարեգործության առանձին դրսևորումներով։
Մի միտք սկսեց ձավորվել նրա գլխում։ Անահիտ, կանչեց նա, մինչ կինը կհասցներ շրջվել ու գնալ։ Կարող եմ ձեզ մի հարց տալ։ Դուք աշխատում եք։ Այս պահին աշխատանք ունեք։ Հարցը կարծես թե նորից նրան պաշտպանական դիրքի մղեց։ Նա նայեց նրան այն կասկածանքով, որը վերադարձել էր աչքերին։ Ինչու եք ուզում իմանալ։ Արմենը ձեռքերը բարձրացրեց խաղաղության նշանով։ Հանգիստ, ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Պարզապես մտածում էի։ Ես ընկերություն ունեմ, մեզ միշտ լավ մարդիկ են պետք աշխատելու համար։ Վստահելի, աշխատասեր, ազնիվ մարդիկ։ Եվ ես ձեզնից շատ լավ տպավորություն ստացա։ Դուք ինձ թվում եք հենց այնպիսի մարդ, ինչպիսին ես փնտրում եմ։ Անահիտը մի քանի վայրկյան լուռ մնաց, մտածելով լսածի մասին։ Հետո գլուխը թափահարեց։ Պարոն, ես չգիտեմ, թե դուք իմ մեջ ինչ տեսաք, որ այդպես եք կարծում։ Ես ընդամենը միջնակարգ կրթություն ունեմ։ Գրասենյակային կամ նմանատիպ աշխատանքի փորձ չունեմ։ Ես մինչ 3 ամիս առաջ մի սրճարանում էի աշխատում, բայց սեփականատերը փակեց այն։ Այդ ժամանակվանից աշխատանք եմ փնտրում, բայց ոչինչ չեմ կարողանում գտնել։ Այնպես որ, շնորհակալ եմ առաջարկի համար, բայց կարծում եմ դուք ինչ-որ բան շփոթում եք։ Արմենը գլուխը թափահարեց։ Ոչ, ես ոչինչ չեմ շփոթում։ Ես ձեզ ղեկավարի պաշտոն կամ նման բան չեմ առաջարկում։ Բայց ես վստահ եմ, որ դուք արժեքավոր մարդ եք։ Իսկ արժեքավոր մարդիկ հազվադեպ են։ Տեսեք, թույլ տվեք ձեզ իմ այցեքարտը տալ։ Մտածեք իմ ասածի մասին։ Եթե հնարավորություն եք ուզում, զանգահարեք ինձ։ Ավելի մանրամասն կխոսենք այդ մասին։ Նա դրամապանակից մի այցեքարտ հանեց մեկնեց Անահիտին։ Կինը նայեց այցեքարտին, բայց այն վերցնելու շարժում չարեց։ Արմենը տեսավ նրա դիմադրությունը, որոշեց չպնդել։ Այցեքարտը դրեց նրա տոպրակներից մեկի վրա։ Արծաթագույն Կորոլան հենց նոր կանգնել էր սուպերմարկետի դիմաց։ Ցտեսություն, Անահիտ։ Եվ դու էլ, Դավիթ։ Իրար մասին հոգ տարեք։ Եվ Անահիտ, խնդրում եմ, մտածիր իմ ասածի մասին։ Անահիտը գլխով արեց, առանց որևէ բան ասելու, վերցրեց տոպրակները, բռնեց որդու ձեռքը։ Դավիթը ձեռքով արեց Արմենին մեքենա նստելուց առաջ։ Արմենը կանգնած մնաց սուպերմարկետի դիմաց, դիտելով, թե ինչպես է տաքսին հեռանում կենտրոնի ծանրաբեռնված երթևեկության մեջ։ Նա նայում էր, մինչ մեքենան անհետացավ անկյունում, նույնիսկ դրանից հետո շարունակում էր կանգնած մնալ, մտածելով այն ամենի մասին, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Այդ երեկո ինչ-որ բան փոխվել էր նրա ներսում։ Կարծես մի դուռ, որը վաղուց փակված էր, բացվել էր։ Արմենը նորից մտավ սուպերմարկետ, վերցրեց իր սայլակը, որը դեռ լի էր Անահիտի Դավիթի համար առանձնացրած գնումներով, գնաց դրամարկղ։ Վճարեց ամեն ինչի համար, խնդրեց լավ փաթեթավորել տոպրակները, թողեց իր մեքենայում մի համեստ սպմո, որը կայանված էր ստորգետնյա կայանատեղիում։ Մինչ վերադառնում էր Վահագնի թաղամասում գտնվող իր բնակարան, Արմենը չէր կարողանում մտքից հանել այն տղայի պատկերը, որը պահում էր թխվածքաբլիթները, մոր, որը պայքարում էր չլացելու համար։ Նա մտածեց, թե քանի այդպիսի ընտանիք կա Երանում, քանի մայր է քրտնաջան աշխատում, իրենց երեխաներին նվազագույնը տալու համար, քանի երեխա է ստիպված վաղ տարիքից սովորել պակաս բառի իմաստը։ Երբ տուն հասավ, բարձրացավ իր 15-րդ հարկի բնակարան, մտավ ներս բանալիները շպրտեց։ Մուտքի սեղանիկի վրա։ Բնակարանը մեծ էր, ժամանակակից, զարդարված հայտնի ինտերիերի դիզայների կողմից։ Ուներ 3 ննջասենյակ, երկհարկանի առաստաղով հսկայական հյուրասենյակ, վերջին սերնդի տեխնիկայով հագեցած ամերիկյան խոհանոց, 2 ավտոտնակ։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, շատ թանկ, շատ դատարկ։ Արմենը գնաց պատշգամբ նայեց ներքում գտնվող քաղաքին։ Լույսերը սկսում էին վառվել, կազմելով այն քաոսային խճանկարը, որը գիշերային Երանն էր։ Միլիոնավոր մարդիկ ապրում էին իրենց կյանքով, յուրաքանչյուրն իր պայքարով, իր երազանքներով, իր ցավերով։ Եվ Մալաթիայի ինչ-որ մի տեղ, հավանաբար մի փոքրիկ բնակարանում կամ հասարակ տանը, Անահիտը ընթրիք էր պատրաստում Դավիթի համար, մինչ նա տնային աշխատանքն էր անում, երկուսով ապրելով այդքան քչով, բայց ունենալով շատ ավելին, քան ինքն ուներ։ Արմենը մտածեց, թե արդյոք Անահիտը կզանգահարի իրեն։ Արդյոք կքննարկի աշխատանքի առաջարկը, թե կշպրտի այցեքարտը, մտածելով, որ ինքն ընդամենը հերթական հարուստն է, որը խղճում է աղքատներին։ Նա հույս ուներ, որ կինը կզանգահարի։
Ոչ միայն այն պատճառով, որ ուզում էր օգնել նրան, այլ որովհետև ինչ-որ բան էր զգացել, երբ նայել էր նրա աչքերին։ Մի կապ, մի կայծ, մի բան, որը վաղուց չէր զգացել։ Դեռ վաղ էր հասկանալու, թե դա ինչ էր, բայց Արմենը գիտեր, որ դա անտարբերություն չէր։ Նա գնաց խոհանոց, բացեց գնաց տոպրակներից մեկը։ Հանեց արջուկներով թխվածքաբլիթները, հենց այն նույնները, որոնք Դավիթն այդքան շատ էր ուզում, նայեց փաթեթին։ Դա այնքան պարզ էր, այնքան էժան, բայց այդքան շատ բան էր նշանակում այդ տղայի համար։ Արմենը բացեց տուփը, մի թխվածքաբլիթ կերավ։ Այն քաղցր էր, պարզ, ոչ մի առանձնահատուկ բան։ Բայց այդ պահին նրա համար այն ուներ հույսի համ, որ գուցե, միայն գուցե, իր կյանքը պատրաստվում էր նոր իմաստ ստանալ։ 3 օր անցավ սուպերմարկետում տեղի ունեցած հանդիպումից, Արմենը չէր կարողանում դադարել մտածել Անահիտի Դավիթի մասին։ Ամեն գիշեր, քնելուց առաջ, նա մտածում էր, թե արդյոք նրանք լավ են, արդյոք բավարար ուտելիք ունեն, արդյոք տղան երջանիկ է։ Աշխատանքային հանդիպումների ժամանակ նրա միտքը թափառում էր դեպի այն երեկոն կենտրոնում։ Նա յուրաքանչյուր կես ժամը մեկ ստուգում էր հեռախոսը, սպասելով մի զանգի, որը համառորեն չէր գալիս։ Ուրբաթ առավոտյան Արմենն իր գրասենյակում էր, Երանի կենտրոնում, հյուսիսային պողոտայի վրա գտնվող մի գործարար շենքի 22-րդ հարկում։ Գրասենյակը ընդարձակ էր, քաղաքի հիասքանչ տեսարանով, բայց այդ պահին նա հազիվ էր դուրս նայում։ Վաճառքի հաշվետվություններն էր ստուգում, երբ նրա քարտուղարուհին Նարինեն, 40-ն անց մի արդյունավետ կին, որն ավելի քան 10 տարի աշխատում էր նրա հետ, թակեց դուռը։ Արմեն, 3-րդ գծի վրա ձեզ զանգ կա։ Անահիտ անունով մի կին։ Նա չցանկացավ ազգանունը տալ, բայց ասաց, որ դուք նրան այցեքարտ եք տվել խնդրել զանգահարել։ Արմենը զգաց, թե ինչպես սիրտը թրթռաց կրծքում։ Նա փորձեց շատ ոգորություն ցույց չտալ Նարինեի առաջ, բայց գիտեր, որ աչքերը փայլել էին։ Կարող ես փոխանցել, Նարինե, շնորհակալություն։ Հենց որ Նարինեն դուրս եկավ, փակեց դուռը, Արմենը վերցրեց հեռախոսը մի անհանգստությամբ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Ալո, Անահիտ։ Գծի մյուս կողմում մի տատանվող ձայն պատասխանեց։ Բարդ ձեզ, պարոն Արմեն։ Անահիտն է։ Մենք երեքշաբթի օրը սուպերմարկետում ենք հանդիպել։ Դուք ինձ ձեր այցեքարտը տվեցիք։ Այո, լավ եմ հիշում։ Ինչ լավ է, որ զանգահարեցիք։ Ես սպասում էի ձեր զանգին։ Ինչպե՞ս եք։ Իսկ Դավիթը։ Մենք լավ ենք, շնորհակալություն։ Տեսեք, ես զանգահարեցի, որովհետև մտածում էի ձեր ասածի մասին։ Աշխատանքի մասին։ Ես ուզում էի իմանալ, դուք լուրջ էիք ասում, թե… Դա պարզապես քաղաքավարության ձեր, գիտեք։ Արմենը վեր կացավ աթոռից գնաց պատուհանի մոտ, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Անահիտ, ես շատ լուրջ էի ասում։ Ես սովորություն չունեմ դատարկ առաջարկներ անելու։ Եթե ես ասել եմ, որ ձեզ համար հնարավորություն ունեմ, նշանակում է, իսկապես ունեմ։ Գծի մյուս կողմում լռություն տիրեց, Արմենը գրեթե կարող էր զգալ այն ներքին պայքարը, որը տեղի էր ունենում նրա ներսում։ Երբ Անահիտը նորից խոսեց, նրա ձայնն ավելի ցածր էր, գրեթե շշուկ։ Պարոն Արմեն, ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Ես գրասենյակային աշխատանքի փորձ չունեմ։ Ես ամբողջ կյանքումս աշխատել եմ սրճարաններում, ռեստորաններում, այդպիսի տեղերում։ Ես գիտեմ խորտիկներ պատրաստել, հաճախորդ սպասարկել, մաքրել, կազմակերպել։ Բայց համակարգչից միայն հիմնական բաներն եմ հասկանում։ Այնպես որ ես չէի ուզենա, որ դուք իմ մասին սխալ սպասումներ ունենայիք։ Արմենը ժպտաց, թե գիտեր, որ նա չի կարող տեսնել։ Անահիտ, ես հասկանում եմ ձեր մտահոգությունները։ Բայց ես բարձրագույն կրթությամբ կամ գրասենյակային տարիների փորձով մեկին չեմ փնտրում։ Ես փնտրում եմ վստահելի, աշխատասեր, ազնիվ մեկին։ Եվ ես այդ ամենը տեսա ձեր մեջ այն երեկո։ Դուք ունեք այդ որակները։ Նա տատանվեց պատասխանելուց առաջ։ Կարծում եմ, այո։ Ես միշտ շատ աշխատասեր եմ եղել։ Երբեք առանց պատճառի աշխատանքից չեմ բացակայել։ Երբեք ոչ ոքից ոչինչ չեմ գողացել։ Միշտ իմ լավագույնն եմ արել այն ամենում, ինչ արել եմ։ Ուրեմն դուք ունեք հենց այն, ինչ ինձ պետք է։ Տեսեք, թույլ տվեք ավելի լավ բացատրեմ։ Ես սուպերմարկետների ցանց ունեմ, ինձ մեկը պետք է խանութներից մեկի վարչական բաժնում աշխատելու համար։ Ոչ մի շատ բարդ բան չկա։ Դուք կսովորեք առօրյա աշխատանքի ընթացքում։
Դուք կունենաք վերապատրաստում, կլինեն մարդիկ, որոնք ձեզ կօգնեն։ Կարևորն այն է, որ դուք ցանկանաք սովորել նվիրվել։ Համաձայն եք։ Անահիտը նորից լռեց, Արմենը կարող էր լսել նրա արագացած շնչառությունը հեռախոսով։ Պարոն Արմեն, ես չգիտեմ ինչ ասել։ Սա ինձ Դավիթի համար օրհնություն կլիներ։ Բայց ես վախենում եմ, որ չկարողանամ, որ ձեզ հիասթափեցնեմ։ Դուք ինձ չեք հիասթափեցնի։ Ես վստահում եմ ձեզ։ Տեսեք, ինչ կասեք, եթե երկուշաբթի օրը հանդիպենք, ավելի լավ խոսելու համար։ Դուք կարող եք գալ իմ գրասենյակ, Հյուսիսային պողոտա, կամ եթե նախընտրում եք, մենք կարող ենք հանդիպել ձեր բնակության վայրին ավելի մոտ մի տեղ։ Կարող է լինել Հյուսիսային պողոտայում։ Ես կարող եմ գալ։ Ժամը քանիսին։ Առավոտյան 9 ձեզ հարմար է։ Եվ կարող եք Դավիթին էլ բերել, եթե նրան թողնելու տեղ չունեք։ Նա առավոտյան դպրոցում է, բայց ես մեկին կգտնեմ, որ հետո նրան դպրոցից վերցնի։ Ժամը 9 լավ է։ Շատ շնորհակալ եմ, պարոն Արմեն։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե սա որքան բան է նշանակում ինձ համար։ Պատկերացնում եմ, Անահիտ։ Եվ կարող եք ինձ ուղղակի Արմեն ասել, առանց այդ պարոն ի։ Մենք միասին ենք աշխատելու, այնպես որ գործընկերներ կլինենք։ Թույլ տվեք ձեզ ճշգրիտ հասցեն տալ։ Բոլոր տեղեկությունները փոխանցելուց հետո Արմենն անջատեց հեռախոսը կանգնած մնաց պատուհանի դիմաց, զգալով, թե ինչպես մի անկեղծ ուրախություն է աճում իր ներսում։ Դա տարօրինակ, գրեթե մոռացված զգացողություն էր։ Որքան ժամանակ էր, որ նա իսկապես ինչ-որ բանով ոգորված չէր զգացել։ Որքան ժամանակ էր, որ նա արթնանում էր, մտածելով թվերից, վաճառքներից, նպատակներից բացի այլ բանի մասին։ Հանգստյան օրերն Արմենի համար դանդաղ անցան։ Շաբաթ օրը նա այցելեց իր մորը, տիկին Վարդուհուն, որն ապրում էր Նոր Նորքի բնակարաններից մեկում։ Նա 68 տարեկան մի կին էր, 5 տարի այրի, ծնունդով գյումրեցի, բայց սրտով երանցի։ Նրա պատրաստած տոլման հայտնի էր ընկերների շրջանում, օրերն անցկացնում էր պատշգամբի բույսերը խնամելով իր սիրելի սերիալները դիտելով։ Տղաս, այսօր դեմքիդ արտահայտությունը տարբեր է, ասաց նա, ճաշը մատուցելիս։ Ինչ-որ բան է պատահել։ Արմենը ժպտաց մորը պատմեց սուպերմարկետում տեղի ունեցած հանդիպման Անահիտի մասին։ Տիկին Վարդուհին ուշադրությամբ լսեց ամեն ինչ, ժամանակ առ ժամանակ գլխով անելով։ Երբ նա ավարտեց, մայրը մի պահ լուռ մնաց, մտածկոտ։ Այդ աղջիկը քեզ դուր է եկել, այնպես չէ, ասաց նա միանգամից անցնելով բուն թեմային, ինչպես միշտ անում էր։ Արմենը զգաց, թե ինչպես դեմքը տաքացավ։ Մամ, այդպիսի բան չկա։ Ես պարզապես փորձում եմ օգնել մի մարդու, ով կարիքի մեջ է։ Տիկին Վարդուհին ժպտաց այնպես, ինչպես միայն մայրերն են կարողանում ժպտալ, երբ նկատում են մի բան, որը երեխաները դեռ չեն նկատել։ Լավ, տղաս։ Եթե դու ես այդպես ասում։ Բայց զգույշ եղիր, լավ։ Օգնելը լավ բան է, բայց բաները մի շփոթիր։ Նա մի մարդ է, ով դժվարությունների միջով է անցնում։ Դու հարուստ մարդ ես։ Դա կարող է ամեն ինչ բարդացնել։ Արմենը գիտեր, որ մայրը ճիշտ է, բայց ինչ-որ բան իր ներսում պնդում էր, որ սա տարբեր է։ Դա ոչ միայն կարեկցանք կամ խղճահարություն էր։ Դա ավելին էր, մի բան, որը նա դեռ չէր կարողանում անվանել։ Երկուշաբթի առավոտյան Արմենը գրասենյակ հասավ 8:30-ին։ Խնդրեց Նարինեին սուրճ պատրաստել ամեն ինչ կարգի բերել հանդիպումների սենյակում։ Ուղիղ ժամը 9-ին ընդունարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ Անահիտ Գորգյան անունով մեկը սպասում է իրեն։ Արմենը խնդրեց, որ նա բարձրանա։ Երբ Անահիտը մտավ սենյակ, Արմենը տպավորվեց կերպարանափոխությունից։ Նա տարբերվում էր այն կնոջից, որին տեսել էր սուպերմարկետում։ Հագին ուներ մուգ ջինսետ աբատ, սպիտակ, հասարակ, բայց լավ արդուկված բլուզ, մազերը հավաքված էին կոկիկ հանգույցով։ Նա ակնհայտորեն նյարդայնացած էր, խաղում էր ձեռքերի հետ ամեն ինչին նայում այն հայացքով, որով նայում են մարդիկ, ովքեր սովոր չեն կորպորատիվ միջավայրերին։ Բարի գալուստ, Անահիտ։ Ազատ զգա։ Նստիր այստեղ։ Սուրճ, ջուր։ Մի բաժակ ջուր, խնդրում եմ, ասաց նա ցածրաձայն։ Արմենը ջուր լցրեց նստեց նրա կողքին, ոչ թե սեղանի հետում, ինչպես կաներ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Ուզում էր, որ նա իրեն հարմարավետ զգա, ոչ թե լարված։ Դե ինչ, Անահիտ, լավ մտածել ես իմ առաջարկի մասին։ Հարցեր ունես, որ ուզում ես տալ։
Անահիտը մի կում ջուր խմեց խորը շունչ քաշեց խոսելուց առաջ. «Պարոն Արմեն, ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Ինձ շատ է պետք այս աշխատանքը։ 3 ամիս է, ինչ չեմ աշխատում։ Մի փոքր խնայած գումար ունեմ, որը վերջանում է։ Ես 60,000 դրամ վարձ եմ տալիս Մալաթիայում մի փոքրիկ սենյակի համար։ Այն փոքր է, բայց մաքուր ու անվտանգ։ Դավիթը տան մոտի պետական դպրոցում է սովորում։ Ես պետությունից նպաստ եմ ստանում, բայց դա բավարար չէ։ Եթե շուտով աշխատանք չգտնեմ, ստիպված կլինեմ վերադառնալ Սյունիք, մորս տուն։ Եվ ես դա չեմ ուզում»։ Արմենը ուշադրությամբ լսեց ամեն ինչ։ «Ինչու՞ չեք ուզում վերադառնալ Սյունիք»։ Անահիտը նայեց իր ձեռքերին։ «Որովհետև այնտեղ ավելի վատ է։ Մայրս ապրում է Կապանի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում։ Այնտեղ ոչ մի հնարավորություն չկա։ Ես 7 տարի առաջ Երան եմ եկել հենց ավելի լավ կյանք փնտրելու համար։ Ես հիմա չեմ ուզում հանձնվել։ Ես ուզում եմ, որ Դավիթն ունենա այն հնարավորությունները, որոնք ես չեմ ունեցել։ Եվ այստեղ, Երանում, նա ունի դրանք»։ «Իսկ Դավիթի հայրը։ Եթե դեմ չեք, որ հարցնեմ»։ Անահիտը մի պահ լարվեց։ «Նրա հայրը մեր կյանքի մասը չէ։ Երբեք չի եղել։ Երբ ես իմացա, որ հղի եմ, նա անհետացավ։ Ես Դավիթին միայնակ եմ մեծացրել ծնված օրվանից։ Միայն ես ու նա ենք»։ Արմենը գլխով արեց, հասկանալով։ «Իսկ դուք Երանում ուրիշ ոչ ոք չունեք»։ «Ոչ մի հարազատ, ընկեր։ Մի քանի ընկերուհի ունեմ, որոնց հետ աշխատանքի վայրում եմ ծանոթացել։ Գայանեն, որն իմ շենքում էր ապրում, երբեմն օգնում է Դավիթին նայել։ Բայց վերջ։ Ընտանիքս միայն Սյունիքում է»։ Արմենը տպավորված էր այդ կնոջ ուժով։ Նա միայնակ էր եկել Սյունիքից, հղի, առանց երեխայի հոր աջակցության, կյանք էր կառուցել Երանում։ Դա հեշտ կյանք չէր, բայց արժանապատիվ կյանք էր։ Նա աշխատում էր, մեծացնում էր որդուն, գլուխը բարձր էր պահում։ Նա հենց այնպիսի մարդ էր, որին ինքը հիանում էր։ «Լավ, Անահիտ։ Ուրեմն թույլ տվեք ձեզ մանրամասն բացատրեմ, թե որն է լինելու ձեր աշխատանքը։ Ես ձեզ կտեղավորեմ կենտրոնի մասնաճյուղում, հենց այնտեղ, որտեղ մենք ծանոթացանք։ Դուք կաշխատեք վարչական բաժնում, օգնելով մենեջեր Լուսինեին։ Դրանք կլինեն այնպիսի բաներ, ինչպիսիք են փաստաթղթերի կազմակերպումը, հաշիվ ապրանքագրերի ստուգումը, համակարգչում գրանցումներ կատարելը։ Բաներ, որոնք դուք կսովորեք անելու ընթացքում։ Աշխատանքային ժամերը կլինեն առավոտյան 9-ից մինչ երեկոյան 6-ը, երկուշաբթիից ուրբաթ։ Շաբաթ օրը կաշխատեք կես դրույքով, մինչ կեսօր։ Սկզբնական աշխատավարձը կլինի ամսական 250,000 դրամ, գումարած արտոնություններ, տրանսպորտի սննդի փոխհատուցում։ Անահիտի աչքերը լայն բացվեցին։ 250,000 դրամ։ Բայց դա ավելին է, քան ես ստանում էի սրճարանում։ Վստահ եք։ Այո, վստահ եմ։ Եվ եթե դուք ձեզ լավ դրսորեք, 3 ամսից մենք այդ գումարը կվերանայենք։ Ինչ եք կարծում։ Անահիտը սկսեց լաց լինել։ Դրանք լուր արցունքներ էին, որոնք հոսում էին նրա դեմքով, առանց որ նա որևէ ջանք գործադրեր դրանք զսպելու։ Նա դեմքը ծածկեց ձեռքերով, ուսերը սկսեցին դողալ։ Արմենը մի պահ չգիտեր ինչ անել, բայց հետո վեր կացավ, վերցրեց անձեռոցիկների տուփը դրեց նրա կողքին սեղանին։ «Ներողություն», ասաց նա հեկեկոցների միջից։ «Պարզապես ես չեմ հավատում, որ սա տեղի է ունենում։ Երազի է նման։ Այս վերջին 3 ամիսներն իմ կյանքի ամենադժվարն էին։ Ես նույնիսկ սոված եմ մնացել, որ Դավիթը սոված չմնա։ Ես արդեն մտածում էի ամեն ինչից հրաժարվելու մասին։ Եվ հետո հանկարծ իմ կյանքում մի հրեշտակ է հայտնվում»։ Արմենը կոկորդում մի գունդ զգաց։ «Ես հրեշտակ չեմ, Անահիտ։ Ես պարզապես մի մարդ եմ, ով ճանաչեց արժեքավոր մարդու, երբ տեսավ նրան։ Դուք արժանի եք այս հնարավորությանը։ Եվ ես վստահ եմ, որ դուք հիանալի աշխատանք կկատարեք»։ Անահիտը սրբեց արցունքները, նայեց նրան այն շագանակագույն աչքերով, որոնք լի էին երախտագիտությամբ, վճռականությամբ։ «Ես խոստանում եմ, որ դուք չեք զղջա։ Ես շատ եմ աշխատելու։ Ես ամեն օր իմ լավագույնն եմ տալու։ Ես կապացուցեմ, որ դուք չեք սխալվել, ինձ վստահելով։ Ես գիտեմ, որ այդպես էլ կլինի։
Հիմա, կարող եք վաղվանից սկսել։ Թե մի քանի օր է պետք կազմակերպվելու համար։ Ես կարող եմ վաղվանից սկսել։ Պարզապես պետք է Գայանեի հետ պայմանավորվեմ, որ Դավիթին դպրոցից վերցնի։ Բայց ես կկարողանամ։ Հիանալի։ Ուրեմն վաղը ժամը 9-ին ներկայացեք կենտրոնի խանութ։ Հարցրեք Լուսինեին, մենեջերին։ Ես արդեն նրան կզգուշացնեմ, որ դուք կգաք։ Եվ Անահիտ, մի կարևոր բան։ Այնտեղ ոչ ոք պետք չէ իմանա, թե ինչպես ենք մենք ծանոթացել։ Դա մնում է իմ ձեր միջ, լավ։ Ես չեմ ուզում, որ մարդիկ ձեզ այլ կերպ վերաբերվեն կամ բամբասանքներ անեն։ Դուք այնտեղ կմտնեք որպես ցանկացած նոր աշխատակից։ Անահիտը գլխով համաձայնեց։ Հասկանալի է։ Ես ոչ ոքի ոչինչ չեմ ասի։ Անահիտի գնալուց հետո Արմենը երկար ժամանակ մենակ մնաց գրասենյակում, նայելով պատուհանից։ Նա գիտեր, որ ճիշտ բան է արել, նրան այդ հնարավորությունը տալով, բայց նա գիտեր, որ պետք է զգույշ լինի։ Մայրը ճիշտ էր։ Իրավիճակը նուրբ էր։ Նա ընկերության սեփականատերն էր, նա աշխատակից։ Նա հարուստ էր, նա աղքատ։ Նրանց մեջ ցանկացած հարաբերություն բարդ պոտենցիալ խնդրահարույց կլիներ։ Բայց նույնիսկ դա իմանալով, Արմենը չէր կարող շղթել, որ ինչ-որ բան է զգում Անահիտի նկատմամբ։ Դա մի գրավչություն էր, որը դուրս էր ֆիզիկականից։ Դա հիացմունք էր նրա ուժի, նրա բնավորության, այն ձի նկատմամբ, որով նա սիրում էր իր որդուն։ Դա մի հուզական կապ էր, որը նա չէր սպասում զգալ։ Եվ որքան շատ էր նա փորձում ճնշել այդ զգացմունքները, այնքան ավելի շատ էին դրանք ի հայտ գալիս։ Հաջորդ շաբաթների ընթացքում Արմենը սկսեց պատրվակներ հորինել կենտրոնի խանութ այցելելու համար։ Նա ինքն իրեն ասում էր, որ պարզապես ստուգում է, թե արդյոք Անահիտը լավ է հարմարվում, բայց խորքում գիտեր, որ դա ավելին է։ Ուզում էր տեսնել նրան, ուզում էր իմանալ, թե ինչպես է նա, ուզում էր վստահ լինել, որ ճիշտ որոշում է կայացրել։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էր նրան, նրա վստահությունն աճում էր։ Անահիտը բացառիկ աշխատակից էր։ Միշտ 15 րոպե շուտ էր գալիս, երբեք աչքը չէր կտրում աշխատանքից, արագ էր սովորում, ոչնչից չէր բողոքում։ Լուսինեն, մենեջերը, Արմենին ասաց, որ Անահիտը լավագույն աշխատակիցն է, որին խանութը վերջին տարիներին ընդունել է։ Բայց ոչ միայն Անահիտի պրոֆեսիոնալիզմն էր տպավորում Արմենին։ Դա այն ձն էր, որով նա շփվում էր մյուս աշխատակիցների հետ, միշտ քաղաքավարի, միշտ օգնելու պատրաստ։ Դա այն ձն էր, որով նա խոսում էր իր որդու մասին այդքան հպարտությամբ սիրով։ Դա նրա աչքերի լույսն էր, երբ նա ստացավ իր առաջին աշխատավարձը պատմեց Լուսինեին, առանց իմանալու, որ Արմենը լսում է, որ վերջապես կարող է նոր կոշիկներ գնել Դավիթի համար։ Մի օր, Անահիտի աշխատանքի անցնելուց 4 շաբաթ անց, Արմենը խանութում էր, մենեջերների հետ հանդիպում անցկացնելիս, երբ սենյակի պատուհանից մի տեսարան տեսավ, որը նրան ստիպեց կես խոսքի վրա կանգ առնել։ Անահիտը նստած էր աշխատակիցների հանգստի բակում, նստարանին, նրա կողքին Դավիթն էր, դպրոցական համազգեստով։ Շաբաթ օր էր, նա մինչ կեսօր աշխատել էր։ Հավանաբար, որդուն դպրոցից վերցրել բերել էր խանութ, մինչ ինչ-որ բան կավարտեր։ Տղան մորը մի տետր էր ցույց տալիս, հավանաբար տնային աշխատանքը, նա այնքան ուշադրությամբ, այնքան հետաքրքրությամբ էր նայում, որ Արմենը սիրտը սեղմվեց։ Նա արագ ներողություն խնդրեց հանդիպումից, ասելով, որ շտապ գործ ունի լուծելու, դուրս եկավ սենյակից։ Երբ հասավ բակ, Դավիթն առաջինը տեսավ նրան։ Քերի Արմեն։ Տղան գոռաց վազեց նրա ուղղությամբ։ Արմենը կռացավ, տղան նետվեց նրա գիրկը, ամուր գրկելով։ Այդ քերի Արմենը նրան լիովին անակնկալի բերեց, բայց մինույն ժամանակ լցրեց նրա սիրտը մի ուրախությամբ, որը նա չգիտեր, թե հնարավոր է զգալ։ Ողջույն, չեմպիոն։ Ինչպե՞ս ես։ Արդեն վաղուց է, ինչ չենք տեսնվել։ Ես լավ եմ, քերի Արմեն։ Տես, ես մաթեմատիկայից 10 եմ ստացել։ Ուզում ես տեսնել։ Դավիթը հպարտորեն ցույց տվեց տետրը, ստուգողականով։ Արմենը ուշադրությամբ զննեց, գովեց տղայի աշխատանքը, հետո նայեց Անահիտին, որը վեր էր կացել կանգնած էր այնտեղ, դժվար ընթեռնելի արտահայտությամբ։ Կար զարմանք, ուրախություն, բայց նա որոշակի անհարմարություն։ Բար, Արմեն։ Ներողություն, որ Դավիթին այստեղ եմ բերել։ Պարզապես Գայանեն այսօր չէր կարող նրան վերցնել, ես նրան թողնելու տեղ չունեի։ Ոչինչ, Անահիտ, խնդիր չկա։ Դավիթը միշտ ողջունելի է այստեղ։
Եվ շնորհավորում եմ տասնյակի համար, չեմպիոն։ Դու շատ խելացի ես։ Մայրիկս է ինձ օգնում սովորել, հպարտորեն ասաց Դավիթը։ Նա շատ լավ է մաթեմատիկայից։ Արմենը ժպտաց Անահիտին, որը կարմրեց։ Երեքով մի քանի րոպե զրուցեցին այնտեղ բակում, Դավիթը պատմում էր դպրոցի պատմություններ, իսկ Անահիտը փորձում էր որդուն ստիպել ավելի ցածր խոսել, որպեսզի չանհանգստացնի։ Արմենն այնքան խորասուզված էր այդ պահի մեջ, այնքան երջանիկ էր այնտեղ, նրանց երկուսի հետ, որ նույնիսկ չնկատեց, երբ Լուսինեն մոտեցավ։ Արմեն, ներողություն, որ ընդհատում եմ, բայց հանդիպման մասնակիցները սպասում են, որ դու վերադառնաս։ Իրականությունը սառը ջրի նման թափվեց Արմենի վրա։ Նա այնտեղ զրուցում էր մի աշխատակցուհու նրա որդու հետ, մինչդեռ մենեջերներով լի սենյակը սպասում էր։ Դա պրոֆեսիոնալ չէր։ Դա կարող էր մեկնաբանությունների տեղիք տալ։ Այո, իհարկե։ Արդեն վերադառնում եմ։ Նա շրջվեց դեպի Դավիթը։ Շատ ուրախ էի քեզ տեսնել, չեմպիոն։ Շարունակիր այդպես սովորել, դու հեռու կգնաս։ Եվ Անահիտ, եթե ինչ-որ բան պետք լինի, ուղղակի Լուսինեի հետ խոսիր, լավ։ Լավ։ Շնորհակալություն, Արմեն։ Արմենը վերադարձավ հանդիպումների սենյակ, բայց նրա միտքն այլս այնտեղ չէր։ Այն Անահիտի Դավիթի հետ էր բակում, այն պարզ, բայց այնքան կատարյալ պահին։ Եվ հենց այդ պահին նա հասկացավ մի բան, որը նրան վախեցրեց մինույն ժամանակ հույսով լցրեց։ Նա սիրահարվում էր Անահիտին։ Դա այլս պարզապես հիացմունք կամ գրավչություն չէր։ Դա սեր էր։ Մի սեր, որն աճում էր նրա ներսում անխուսափելի վախեցնող կերպով։ Բայց նա գիտեր, որ չի կարող դա ցույց տալ։ Դեռ ոչ։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ Անահիտն իր աշխատակիցն էր։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ նա ֆինանսապես կախված էր իրենից։ Դա անարդար կլիներ, անբարոյական կլիներ, սխալ կլիներ։ Նա պետք է սպասեր։ Պետք է թույլ տար, որ Անահիտը հաստատվի, վստահություն ձեռք բերի, իրեն ապահով զգա իր նոր կյանքում։ Եվ հետո, գուցե, նա կարողանար խոստովանել, թե ինչ է զգում։ Գուցե։ 2 ամիս անցավ, ինչ Անահիտը սկսեց աշխատել Արմենի սուպերմարկետների ցանցում, նրա կյանքն ամբողջությամբ փոխվել էր։ Նա այլս չէր արթնանում այն տագնապով, թե ինչպես է վճարելու ամսվա վերջի հաշիվները։ Դավիթն ավելի երջանիկ էր, ավելի առողջ, ուներ նոր հագուստ դպրոցական պարագաներ։ Այն փոքրիկ սենյակը, որը նրանք վարձում էին Մալաթիայում, շարունակում էր փոքր մնալ, բայց հիմա սառնարանում ուտելիք կար, հատակին, խաղալիքներ, կյանք կար։ Բայց մինչ Անահիտի ֆինանսական վիճակը բարելավում էր, նրա հուզական կյանքն ավելի ու ավելի էր բարդանում։ Անհնար էր չնկատել, թե ինչպես է Արմենը նայում իրեն։ Այն հազվադեպ դեպքերում, երբ նա հայտնվում էր խանութում, նրա աչքերն անմիջապես փնտրում էին իրեն։ Նա պատճառներ էր հորինում իր հետ խոսելու համար, միշտ պահպանելով պրոֆեսիոնալ հեռավորություն, բայց Անահիտը զգում էր լարվածությունը օդում, այն էլեկտրականությունը, որը գոյություն ունի երկու մարդկանց մեջ, ովքեր ինչ-որ բան են զգում միմյանց նկատմամբ, բայց չեն կարող կամ չպետք է արտահայտեն։ Եվ ամենավատն այն էր, որ Անահիտը գիտեր, որ նույն բանն է զգում։ Ամեն անգամ, երբ տեսնում էր Արմենին խանութ մտնելիս, սիրտը սկսում էր արագ բաբախել։ Նա նյարդայնանում էր, կակազում էր, իրեր էր գցում։ Մյուս աշխատակցուհիները սկսեցին նկատել մեկնաբանություններ անել, միշտ կատակի տոնով, բայց Անահիտը սարսափում էր։ Նա չէր կարող իրեն թույլ տալ կապվել տնօրենի հետ։ Դա կլիներ այն ամենի վերջը, ինչին նա հասել էր։ Մի 5 շաբթի օր Լուսինեն կանչեց Անահիտին իր սենյակ։ Անահիտը մտավ անհանգստացած, մտածելով, որ գուցե ինչ-որ սխալ բան է արել։ Բայց Լուսինեի դեմքին ժպիտ կար։ Նստիր, Անահիտ։ Ես քեզ համար լավ նորություն ունեմ։ Արմենն այսօր առավոտյան զանգահարեց ինձ, խնդրեց քեզ աշխատավարձի բարձրացում տալ։ Հաջորդ ամսվանից դու կստանաս 300,000 դրամ։ Նա ասաց, որ դու բացառիկ աշխատանք ես կատարում, արժանի ես գնահատանքի։ Անահիտը խոսքեր չէր գտնում։ 50,000 դրամ ավելը հսկայական տարբերություն էր նրա բյուջեում։ Դա նշանակում էր, որ կարող էր խնայողություններ անել, կարող էր օգտագործված պահարան գնել իր Դավիթի հագուստը դնելու համար, կարող էր համակարգչային դասընթացի վճարել իր հմտությունները կատարելագործելու համար։ Դա ավելին էր, քան նա երազել էր։ Ես չգիտեմ ինչ ասել։ Սա այնքան լավ է։ Ես կշարունակեմ շատ աշխատել, այս վստահությանն արժանանալու համար։
Լուսինեն ժպտաց, բայց հետո լրջացավ։ Կարող եմ քեզ մի խորհուրդ տալ, Անահիտ։ Որպես կին, կնոջը։ Անահիտը գլխով արեց, հետաքրքրված մի փոքր անհանգիստ։ Այո, իհարկե։ Զգույշ եղիր։ Ես կույր չեմ։ Ես տեսնում եմ, թե ինչպես եք դու Արմենը նայում միմյանց։ Եվ տես, ես չեմ դատապարտում։ Արմենը լավ, ազնիվ, կիրթ մարդ է։ Ցանկացած կին բախտավոր կլիներ նրան ունենալու համար։ Բայց դու պետք է հասկանաս այն նուրբ դրությունը, որում դուք գտնվում եք։ Նա ընկերության սեփականատերն է։ Դու աշխատակից։ Եթե ձեր մեջ ինչ-որ բան տեղի ունենա, կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ դու օգտվում ես, որ դու գայթակղել ես նրան արտոնություններ ստանալու համար։ Եվ կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ նա չարաշահում է իր դիրքը։ Դուք երկուստ էլ կարող եք շատ տուժել դրանից։ Անահիտը զգաց, թե ինչպես դեմքը տաքացավ։ Իմ Արմենի մեջ ոչինչ տեղի չի ունենում։ Նա ինձ պարզապես աշխատանք է տվել։ Միայն դա։ Լուսինեն գլուխը թափահարեց։ Ես գիտեմ, որ հիմա ոչինչ տեղի չի ունենում։ Բայց ես տեսնում եմ, որ կարող է լինել։ Եվ ես պարզապես քեզ զգուշացնում եմ, որ լավ մտածես, որեք քայլ անելուց առաջ։ Մտածիր նա Դավիթի մասին։ Դու չես կարող ռիսկի դիմել, կորցնելու այս աշխատանքը մի սիրավեպի պատճառով։ Անահիտը դուրս եկավ Լուսինեի սենյակից ծանր սրտով։ Նա գիտեր, որ մենեջերը ամեն ինչում ճիշտ է։ Բայց ինչպես կառավարել սիրտը։ Ինչպես ծածնել, թե չես զգում այն, ինչ զգում ես։ Ինչպես նայել Արմենին չզգալ այդ սեղմոցը կրծքում, այդ ցանկությունը նրան ավելի լավ ճանաչելու, նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, բացահայտելու, թե ինչ կա այդ հաջողակ, բայց միայնակ մարդու հետում։ Այդ գիշեր, տանը, Դավիթին քնեցնելուց հետո Անահիտը նստած մնաց մահճակալին, մտածելով ամեն ինչի մասին։ Նա վերցրեց հեռախոսը, քիչ մնաց զանգահարեր Արմենին։ Ուզում էր լսել նրա ձայնը, ուզում էր շնորհակալություն հայտնել աշխատավարձի բարձրացման համար, ուզում էր պարզապես զրուցել։ Բայց քաջություն չունեցավ։ Փոխարենը, կարճ պաշտոնական հաղորդագրություն ուղարկեց WhatsApp-ով։ Բարի գիշեր, Արմեն։ Լուսինեն ինձ պատմեց աշխատավարձի բարձրացման մասին։ Շատ շնորհակալ եմ վստահության համար։ Կշարունակեմ առավելագույնս նվիրվել աշխատանքիս։ Պատասխանը գրեթե անմիջապես եկավ։ Դու արժանի ես, Անահիտ։ Քո աշխատանքն անթերի է։ Բարի գիշեր։ Եվ մի գրկախառնություն Դավիթին։ Անահիտը երկար նայում էր հաղորդագրությանը։ Մի գրկախառնություն Դավիթին։ Դա այնքան պարզ էր, բայց այնքան շատ բան էր նշանակում։ Արմենը հիշում էր իր որդուն։ Հոգ էր տանում նրա մասին։ Դա ոչ միայն աշխատանքի փողի մասին էր։ Դա մարդկանց, իրական կապերի մասին էր։ Մինույն ժամանակ քաղաքի մյուս կողմում Արմենը մենակ նստած էր իր բնակարանում, Վահագնի թաղամասում, նայելով նույն հաղորդագրությանը, որը հենց նոր էր ուղարկել։ Նա ուզում էր շատ ավելին գրել։ Ուզում էր ասել, որ ամեն օր մտածում է նրա մասին։ Ուզում էր խոստովանել, որ սիրահարված է։ Բայց չէր կարող։ Չպետք է։ Դեռ ոչ։ Հեռախոսը զանգեց։ Նրա նախկին կինն էր, Սոնան։ Արմենը տատանվեց պատասխանելուց առաջ, բայց վերջում ընդունեց զանգը։ Ողջույն, Արմեն։ Ինչպե՞ս ես։ Նրա ձայնը չափազանց քաղցր էր հնչում, արհեստական։ Ես լավ եմ, Սոնա։ Իսկ դու։ Ինչ ես ուզում։ Միշտ ուղիղ, ինչպես միշտ։ Տես, ես երանում եմ։ Երեկ եմ եկել։ Մարիոթ, ում եմ մնում։ Ուզում էի քեզ տեսնել։ Մենք պետք է խոսենք։ Արմենը հոգոց հանեց։ Սոնա, մենք խոսելու ոչինչ չունենք։ Մեր ամուսնալուծությունը վերջնականացվել է 1 տարի առաջ։ Դու քո ընտրությունն արեցիր։ Ես իմ կյանքով եմ ապրում։ Գիտեմ։ Բայց ես քեզ կարոտել եմ, Արմեն։ Ես սխալ եմ գործել։ Այն օտարերկրացու հետ մեր հարաբերություններն ավարտվեցին։ Դա լիակատար սխալ էր։ Ես ուզում էի քեզնից մի հնարավորություն խնդրել, որ մենք նորից սկսենք։ Արմենը չհավատաց իր լսածին։ Սոնան իրեն ոչնչացրել էր։ Դավաճանել էր, լքել էր, ընտրել էր մեկ այլ տղամարդու։
Եվ հիմա վերադառնում էր երկրորդ հնարավորություն խնդրելով միայն այն պատճառով, որ նոր հարաբերությունները չէին ստացվել։ Սոնա, ես քեզ հետ ոչինչ նորից սկսելու հետաքրքրություն չունեմ։ Ցավում եմ, որ քո գործերը լավ չեն ընթացել, բայց դա իմ խնդիրը չէ։ Ես քեզ երջանկություն եմ մաղթում, բայց ինձնից հեռու։ Արմեն, խնդրում եմ։ Ես դեռ քեզ սիրում եմ։ Ես սխալվել եմ, բայց հասկացա, որ դու իմ կյանքի տղամարդն ես։ Ինձ ընդամենը մի հնարավորություն տուր, դա քեզ ապացուցելու։ Ոչ, Սոնա։ Իմ պատասխանը ոչ է։ Ես պետք է հիմա անջատեմ։ Հոգ տար քո մասին։ Արմենն անջատեց հեռախոսը, շպրտեց այն բազմոցին։ Նա ոչինչ չէր զգում Սոնայի նկատմամբ։ Ոչ զայրույթ, ոչ սեր, ոչ կարոտ։ Կարծես իր կյանքի այդ փուլն ամբողջությամբ ջնջվել էր։ Եվ նա հստակ գիտեր, թե ինչու։ Որովհետև նրա սիրտը արդեն պատկանում էր մեկ այլ մարդու։ Մի մարդու, որին նա չէր կարող ունենալ, բայց որը զբաղեցնում էր նրա բոլոր մտքերը։ Օրերը վերածվեցին շաբաթների, Արմենը սկսեց զգալ, որ այլևս չի կարող դիմանալ այս իրավիճակին։ Նա պետք է խոսեր Անահիտի հետ, պետք է իմանար, թե արդյոք նա նույնն է զգում, ինչ ինքը։ Բայց ամեն անգամ, երբ քաջություն էր հավաքում, հիշում էր մոր խոսքերը, այն բարդությունները, որոնք դա կարող էր բերել, Անահիտին դժվար դրության մեջ դնելու ռիսկը։ Հենց այդ ժամանակ մի անսպասելի հնարավորություն հայտնվեց։ Ընկերությունը կազմակերպում էր տարեվերջյան կորպորատիվ միջոցառում բոլոր աշխատակիցների համար։ Այն պետք է տեղի ունենար Երանի հարավային մասում գտնվող մի ակումբում, խորովածով, երաժշտությամբ, երեխաների համար զվարճանքներով։ Բոլոր աշխատակիցները կարող էին իրենց ընտանիքներին բերել։ Արմենը գիտեր, որ Անահիտն այնտեղ կլինի Դավիթի հետ, մտածեց, որ դա կլինի կատարյալ պահը նրա հետ ավելի ոչ պաշտոնական զրուցելու համար, աշխատանքային միջավայրից հեռու։ Միջոցառման օրը, նոյեմբերի մի առոտ շաբաթ, Արմենը ակումբ հասավ առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Տեղն արդեն լի էր աշխատակիցներով, նրանց ընտանիքներով։ Ամենուր երեխաներ էին վազվզում, խորովածի մանգալները ծխում էին, երաժշտություն էր հնչում։ Արմենը բոլորին ողջունեց, զրուցեց մենեջերների հետ, շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին տարվա աշխատանքի համար։ Բայց նրա աչքերը փնտրում էին միայն մեկ մարդու։ Նա գտավ նրան մի ծառի տակ գտնվող սեղանի մոտ նստած, նայելով, թե ինչպես է Դավիթը խաղում խաղահրապարակում մյուս երեխաների հետ։ Նա հագել էր ծաղիկներով զարդարված բամբակյա հասարակ զգեստ, մազերն ազատ թափվում էին ուսերին, դեմքին ժպիտ կար, մինչ դիտում էր որդու զվարճանքը։ Արմենը մի պահ կանգնած մնաց, պարզապես նայելով նրան, մտածելով, թե ինչպես կարող է մեկն այդքան գեղեցիկ լինել, առանց նույնիսկ փորձելու։ Նա դանդաղ մոտեցավ։ Կարող եմ նստել։ Անահիտը վախեցավ նրա ձայնից, արագ շրջվեց։ Իհարկե, կարող եք, ասաց նա, սեղանի վրա տեղ ազատելով։ Արմենը նստեց նրա կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Դավիթը զվարճանում է։ Այո, շատ։ Նա հիացած է։ Արդեն 3 նոր ընկեր է գտել։ Եվ այնքան է կերել, որ վախենում եմ վատանա։ Երկուսն էլ ծիծաղեցին, մի քանի րոպե լուռ մնացին, պարզապես դիտելով երեխաների խաղը։ Դա հարմարավետ լռություն էր, բայց նա լարվածությամբ լի։ Անահիտ, ես ուզում էի քեզ մի բան ասել, սկսեց Արմենը, բայց նրան ընդհատեց մի կնոջ ձայն։ Արմեն, սիրելիս։ Ինչ անակնկալ է քեզ այստեղ հանդիպելը։ Արմենը շրջվեց, զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Սոնան էր։ Նա այնտեղ էր, ակումբում, հագին կարճ զգեստ բարձրակրունկներ, որոնք լիովին անհամապատասխան էին սովորական միջոցառման համար։ Ուներ ծանր դիմահարդարում մի ժպիտ, որը չէր հասնում աչքերին։ Սոնա, ինչ ես անում այստեղ։ Ես եկել եմ քեզ տեսնելու։ Դու իմ զանգերին չես պատասխանում, ուստի որոշեցի անձամբ գալ։ Մենք պետք է խոսենք, Արմեն։ Դա կարևոր է։ Անահիտը նայեց Արմենից Սոնային, ակնհայտորեն անհարմար զգալով այդ իրավիճակից։ Նա սկսեց վեր կենալ։ Ներողություն, ես գնամ տեսնեմ Դավիթն ինչպես է։ Պետք չէ գնալ, Անահիտ, ասաց Արմենը, թեթակի բռնելով նրա թից։ Սոնան արդեն գնում էր։ Սոնան նայեց Անահիտին այն հայացքով, որով կանայք նայում են միմյանց, երբ վտանգ են զգում։ Դու պետք է որ Արմենի աշխատակիցներից լինես։ Ինչ սիրունիկ ես։ Երեխա ունես, այնպես չէ։ Պետք է որ դժվար լինի աշխատել միայնակ երեխա խնամել։
Սոնայի տոնը քաղցր էր, բայց հետում թույն կար։ Անահիտը զգաց ակնարկը, մտահոգության տակ քողարկված դատապարտումը։ Նա գզակը բարձրացրեց արժանապատվությամբ պատասխանեց. Այո, դժվար է։ Բայց ես հասցնում եմ։ Ես մայր եմ աշխատող։ Եվ շատ հպարտ եմ երկուսով էլ։ Սոնա, դու պետք է գնաս։ Հիմա, ասաց Արմենը, նրա ձայնը հաստատուն զայրացած հնչեց։ Դու հրավիրված չես այս միջոցառմանը։ Դու ներխուժում ես իմ ընկերության մասնավոր տարածք։ Արմեն, խնդրում եմ, ես պարզապես ուզում եմ խոսել։ 5 րոպե։ Դա այն ամենն է, ինչ խնդրում եմ։ Արմենը վեր կացավ, բռնեց Սոնայի թից, նրան հեռացնելով սեղանից։ Անահիտը նստած մնաց այնտեղ, իրեն փոքր անտեղի զգալով։ Նա շուրջը նայեց, տեսավ մի քանի աշխատակիցների, որոնք դիտում էին տեսարանը, իրար մեջ շշնջալով։ Նա գիտեր, թե ինչ էին նրանք մտածում։ Որ ինքն ընդամենը հերթական աշխատակիցն է։ Որ այն էլեգանտ գեղեցիկ կինը կարոր մեկն է Արմենի կյանքում։ Իսկ ինքը ոչ ոք էր։ Անահիտը վեր կացավ, գնաց Դավիթին խաղահրապարակից վերցնելու։ Գնացինք, տղաս։ Բայց մայրիկ, ես խաղում եմ։ Դեռ չեմ ուզում գնալ։ Մենք պետք է գնանք։ Արի։ Նա վերցրեց ուսապարկը, սկսեց քայլել դեպի ակումբի ելքը, Դավիթին ձեռքից քաշելով։ Տղան բողոքում էր, չհասկանալով, թե ինչու պետք է այդքան շուտ գնան։ Անահիտը զգում էր, թե ինչպես են արցունքները այրում աչքերը, բայց նա չէր լացելու այնտեղ բոլորի առաջ։ Անահիտ, սպասիր։ Արմենն էր, որ վազում էր նրա հետից։ Նա չէր ուզում կանգ առնել, բայց նա հասավ նրան, մինչ դարպասին կհասներ։ Խնդրում եմ, մի գնա։ Թույլ տուր բացատրեմ։ Ոչինչ բացատրելու կարիք չկա, Արմեն։ Նա քո կինն է։ Նախկին կինը, չգիտեմ։ Դա իմ գործը չէ։ Ես պարզապես քո աշխատակիցն եմ։ Շնորհակալություն աշխատանքի, աշխատավարձի բարձրացման, ամեն ինչի համար։ Բայց կարծում եմ, ավելի լավ է, որ մենք հեռավորություն պահպանենք։ Ոչ, Անահիտ։ Դու չհասկացար։ Սոնան իմ անցյալն է։ Մի անցյալ, որը ես ոչ մի կերպ չեմ ուզում վերադարձնել։ Ես նրան ուղարկեցի գնալու։ Ես հստակ հասկացրի, որ ինձ նա բացարձակապես չի հետաքրքրում։ Անահիտը նայեց նրան արցունքներով լի աչքերով։ Արմեն, դու իմ տնօրենն ես։ Դու ինձ աշխատանք տվեցիր, երբ ես ամենաշատն էի դրա կարիքն ունեցել։ Ես հավերժ երախտապարտ եմ դրա համար։ Բայց ես չեմ կարող հույսեր փայփայել մի բանի շուրջ, որը չի կարող տեղի ունենալ։ Դու հարուստ ես, հաջողակ, ապրում ես Վահագնի թաղամասի շքեղ բնակարանում։ Ես աղքատ եմ, ապրում եմ Մալաթիայի մի փոքրիկ սենյակում, միայնակ մեծացնում եմ որդուս։ Մենք տարբեր աշխարհներից ենք։ Այն կինը, որքան էլ դու նրան չսիրես, նա քո աշխարհի մասն է։ Ես, ոչ։ Արմենը զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Անահիտ, դու սխալվում ես։ Լիովին սխալվում ես։ Ինձ համար կարևոր չէ փողը, շքեղ բնակարանը, ոչինչ դրանցից։ Ինձ համար կարևոր է բնավորությունը, ազնվությունը, իսկական սերը։ Եվ դու այդ ամենն ունես։ Սոնան փող ունի, բայց չունի այն, ինչն իսկապես կարևոր է։ Քերի Արմեն, ինչու ես մայրիկիս լացացնում։ Երկուսն էլ ներք նայեցին, տեսան Դավիթին, որը բռնել էր մոր ձեռքը, նրա աչուկները նույնպես արցունքներով էին լի։ Այդ լացող տղայի տեսարանը չափազանց շատ էր Արմենի համար։ Նա կռացավ Դավիթի հասակին։ Ներիր, չեմպիոն։ Ես չէի ուզում մայրիկիդ լացացնել։ Ես պարզապես փորձում էի նրան մի բան բացատրել։ Դավիթը նայեց Արմենին այն լրջությամբ, որը երբեմն երեխաներն ունենում են։ Դու մայրիկիս սիրում ես, քերի Արմեն։ Արմենը նայեց Անահիտին, որը կարմրել էր, սարսափած էր։ Բայց նա որոշեց ազնիվ լինել։ Այո, Դավիթ։ Ես շատ եմ սիրում մայրիկիդ։ Նա շատ առանձնահատուկ մարդ է։ Ուրեմն ինչու դա նրան չես ասում, միայն նայելու փոխարեն։ Մենք շատ ենք նայում այն բաներին, որոնք սիրում ենք։ Ես շատ եմ նայում իմ սիրելի մեքենային։ Դու շատ ես նայում մայրիկիս։ Ուրեմն դու նրան սիրում ես։
Այն պարզ ուղիղ ձով, որով միայն երեխաներն են կարողանում լինել, Դավիթը բացահայտել էր այն ճշմարտությունը, որը երկու մեծահասակները փորձում էին թաքցնել։ Արմենը չկարողացավ զսպել ժպիտը։ Դու շատ խելացի ես, գիտես։ Ինձնից շատ ավելի խելացի։ Նա վեր կացավ նայեց Անահիտի աչքերին։ Նա ճիշտ է։ Ես չպետք է միայն նայեի։ Ես պետք է խոսելու քաջություն ունենայի։ Անահիտ, ես սիրահարված եմ քեզ։ Ես գիտեմ, որ իրավիճակը բարդ է։ Ես գիտեմ, որ բազմաթիվ խոչընդոտներ կան։ Բայց ես այլս չեմ կարող ծածնել, թե չեմ զգում այն, ինչ զգում եմ։ Ես ամեն օր մտածում եմ քո մասին։ Ես պատրվակներ եմ հորինում խանութ գնալու, միայն քեզ տեսնելու համար։ Ես հաշվում եմ ժամերը, մինչ դու ինձ ինչ-որ հաղորդագրություն ուղարկես։ Եվ ես գիտեմ, որ սա խենթություն է, գիտեմ, որ կարող է ամեն ինչ բարդացնել, բայց ես պետք է քեզ ասեի։ Անահիտը լուռ մնաց, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Նա նայեց Դավիթին, որի դեմքին ժպիտ կար, հետո իր հայացքը նորից ուղղեց Արմենին։ Արմեն, ես էլ եմ դա զգում։ Բայց ես վախենում եմ։ Վախենում եմ ամեն ինչ փչացնելուց։ Վախենում եմ աշխատանքս կորցնելուց։ Վախենում եմ, որ դու ինձնից կհոգնես, ես նորից ոչնչի հետ կմնամ։ Վախենում եմ որդուս վիրավորելուց, եթե ամեն ինչ սխալ ընթանա։ Ես էլ եմ վախենում, խոստովանեց Արմենը։ Վախենում եմ քեզ վիրավորելուց, վախենում եմ քեզ համար բավականաչափ լավը չլինելուց, վախենում եմ չիմանալուց, թե ինչպես լավ խորթ հայր լինել Դավիթի համար։ Բայց գիտես, ինչից եմ ամենաշատը վախենում։ Թույլ տալուց, որ կյանքն անցնի, երբեք չփորձելուց։ Հավերժ ինքս ինձ հարցնելուց, թե ինչ կարող էր լինել։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Իսկ աշխատանքը։ Իսկ մարդիկ կխոսեն։ Կասեն, որ ես օգտվել եմ քեզնից։ Ուրեմն ես քեզ աշխատանքից կհեռացնեմ, ասաց Արմենը, Անահիտը ցնցված լայն բացեց աչքերը։ Այդպես չէ։ Ես քեզ կհեռացնեմ կընդունեմ մեկ այլ բաժնում, որտեղ ես քո ուղիղ ղեկավարը չեմ լինի։ Կամ ավելի լավ, դու կարող ես աշխատել մեկ այլ ընկերությունում։ Ես քեզ կօգնեմ ավելի լավ բան գտնել, ավելի լավ աշխատավարձով։ Եվ այդ դեպքում այլս չի լինի այն հարցը, որ ես քո տնօրենն եմ։ Դու դա կանեիր։ Նույնիսկ ռիսկի դիմելով, որ ես վերջում ոչ կասեմ։ Կանեի։ Որովհետև ինձ համար ամենակարևորը քեզ որպես աշխատակից ունենալը չէ։ Քեզ իմ կյանքում ունենալն է։ Ցանկացած հնարավոր ձով։ Դավիթը քաշեց մոր ձեռքը։ Մամ, համաձայնիր։ Քերի Արմենը լավն է։ Եվ նա ինձ դուր է գալիս։ Նա կարող է իմ հայրիկը լինել։ Անահիտը կրացավ գրկեց որդուն, այժմ լաց լինելով առանց թաքցնելու փորձի։ Արմենը միացավ գրկախառնությանը, իր ձեռքերով փաթաթելով երկուսին։ Այնտեղ, այդ ակումբի դարպասի մոտ, հեռվից դիտող աշխատակիցների ներկայությամբ, երեքը կազմեցին մի պատկեր, որը կատարյալ էր թվում։ Մի անհավանական, բայց իսկական ընտանիք, որը միավորված էր ոչ թե արյունով, այլ շատ ավելի ուժեղ բանով։ Սիրով։ Այն կորպորատիվ միջոցառմանը հաջորդած շաբաթները ամենաինտենսիվն ու փոխակերպողն էին Արմենի, Անահիտի Դավիթի կյանքում։ Ճիշտն ասած, Արմենը կատարեց իր խոստումը։ Միջոցառման հաջորդ օրը նա խոսեց Անահիտի հետ, նրանք միասին որոշեցին, որ նա կտեղափոխվի մեկ այլ բաժին, աշխատելով ուղղակիորեն ընկերության կադրերի բաժնի հետ, մեկ այլ մասնաճյուղում։ Աշխատավարձը պահպանվեց, նոր բարձրացումների խոստումով, կախված նրա աշխատանքի արդյունքներից։ Այսպիսով, Արմենը տեխնիկապես դադարեց լինել նրա ուղիղ ղեկավարը, վերացնելով այն բարդությունների մի մասը, որոնք այդ հարաբերությունները կարող էին բերել։ Բայց նույնիսկ այս փոփոխությամբ նրանք որոշեցին դանդաղ գնալ։ Արմենը չէր ուզում ոչինչ շտապեցնել, չէր ուզում, որ Անահիտն իրեն ճնշված կամ անհարմար զգա։ Սկսեցին երկար հեռախոսազրույցներից, երբ Դավիթը քնում էր։ Անահիտը պատմում էր Սյունիքում անցկացրած իր մանկության, գյուղում մեծանալու, մանկության երազանքների մասին։ Արմենը խոսում էր ընկերությունը կառավարելու ճնշման, այն մասին, թե ինչպես էր իրեն մենակ զգում, նույնիսկ մարդկանցով շրջապատված, թե ինչպես էր Սոնայի հետ ամուսնալուծությունը խորը հետքեր թողել իր վրա։ Աստիճանաբար այդ զրույցները վերածվեցին հանդիպումների։ Միշտ սուսպ, միշտ հարգալից։ Արմենը հանգստյան օրերին Անահիտին Դավիթին տանում էր զբոսանքի։ Գնում էին Հաղթանակի զբոսայգի, Կենդանաբանական այգի, Երանի ակվարիում։
Դավիթը հիացած էր, ամեն հանդիպման ժամանակ Արմենին ավելի մեծ ջերմությամբ ու բնականությամբ էր Քերի անվանում։ Այն տղայի համար, ով երբեք հայրական կերպար չէր ունեցել, Արմենը ներկայացնում էր այն ամենը, ինչ նա միշտ երազել էր ունենալ։ Մեկը, ով խաղում էր իր հետ, ով նրան բաներ էր սովորեցնում, ով սիրով էր նայում իր մոր աչքերին։ Անահիտն իր հերթին մշտական ներքին երկընտրանքի մեջ էր։ Մի կողմից, նա ավելի ու ավելի էր սիրահարվում Արմենին։ Նա ուշադիր էր, քնքուշ, հարգում էր իր սահմանները։ Երբեք ոչինչ չէր պարտադրում, երբեք Անահիտին ստորադաս չէր զգացնում նրանց սոցիալական տարբերության պատճառով։ Ընդհակառակը, նա իրեն հավասարի պես էր վերաբերվում, գնահատում էր իր կարծիքները, լսում էր, թե ինչ ունի ասելու։ Բայց մյուս կողմից, Անահիտը չէր կարողանում լիովին ազատվել վախից։ Վախից, որ դա ժամանակավոր է, վախից, որ լիովին կտրվի հետո նորից կլքվի, վախից, որ Դավիթը չափազանց կկապվի Արմենի հետ հետո կտառապի, եթե ամեն ինչ լավ չընթանա։ Մի գիշեր, ակումբում տեղի ունեցած այդ զրույցից մոտ 1.5 ամիս անց, Արմենը Անահիտին հրավիրեց իր տուն ընթրիքի։ Դա առաջին անգամն էր, որ նա գնալու էր նրա բնակարան։ Անահիտը նյարդայնացավ հրավերից, բայց Արմենը բացատրեց, որ ուզում է նրա Դավիթի համար պատրաստել, ուզում է, որ նրանք ծանոթանան այն վայրին, որտեղ ինքն ապրում է, ուզում է, որ իրենց այնտեղ հարմարավետ զգան։ Նշանակված շաբաթ օրը Արմենը գնաց նրանց երկուսի հետից Մալաթիայի փոքրիկ սենյակ։ Երբ հասավ Անահիտի տված հասցեով, նա միաժամանակ տպավորվեց, տխրեց։ Շենքը հին էր, անխնամ, պատերը թափված, մի նեղ աստիճան կար, որը վտանգավոր էր թվում։ Նա բարձրացավ երկրորդ հարկ թակեց 16-րդ բնակարանի դուռը։ Անահիտը բացեց դուռը, Արմենը ստիպված էր գիտակցաբար ջանք գործադրել, որպեսզի չարտահայտի իր զգացած ցնցումը։ Սենյակը 20 քառակուսի մետրից ավելի չէր լինի։ Կար մի երկտեղանոց մահճակալ, որտեղ ակնհայտորեն Անահիտն ու Դավիթը միասին էին քնում, երկու այրիչով գազօջախ, փոքր աղմկոտ սառնարան, ծրված նրբատախտակից պահարան, մի փոքրիկ լոգարան, որտեղ հազիվ մի մարդ կտեղավորվեր։ Բայց չնայած ամեն ինչին, տեղն անթերի մաքուր կոկիկ էր։ Պատուհանին հասարակ, բայց խնամված վարագույրներ կային, հատակին, գունավոր գորգ, պատերին Դավիթի նկարները։ Անահիտն այդ փոքրիկ տարածքը վերածել էր իսկական տան։ Կարող եք մտնել։ Ներողություն անկարգության համար, ասաց Անահիտը, ակնհայտորեն ամաչելով։ Արմենը մտավ հարգանքով շուրջը նայեց։ Անկարգություն չկա, Անահիտ։ Շատ գեղեցիկ է։ Երում է, որ այստեղ շատ սեր կա։ Դավիթը նստած էր մահճակալին, վերջացնելով կոշիկի կապիչները կապելը։ Քերի Արմեն, դու մեր սենյակը կտեսնես։ Փոքր է, բայց ինձ դուր է գալիս։ Ես մայրիկիս հետ եմ քնում։ Տաք է։ Արմենը կրացավ գրկեց տղային։ Եվ դրանում ոչ մի վատ բան չկա, չեմպիոն։ Կարևորն այն է, որ դուք միասին եք իրար սիրում եք։ Չափը նշանակություն չունի, երբ սեր կա։ Վահագնի թաղամաս տանող ճանապարհին Դավիթը հիացած նայում էր մեքենայի պատուհանից։ Նա երբեք բմոյի մեջ չէր նստել, երբեք քաղաքի հարավային մասից դուրս չէր եկել։ Երբ հասան Արմենի շենքին իր մարմարե նախասրահով, համազգեստով դռնապանով հայելապատ վերելակներով, տղայի բերանը բաց մնաց։ Մամ, սա այն շենքերի նման է, որոնք սերիալներում են ցույց տալիս։ Անահիտը բռնեց որդու ձեռքը, նյարդային հայացք նետեց Արմենին։ Նա անմիջապես հասկացավ բռնեց Դավիթի ազատ ձեռքը։ Արի ինձ հետ, չեմպիոն։ Ես քեզ մի հետաքրքիր բան ցույց կտամ։ Երբ վերելակի դռները բացվեցին 15-րդ հարկում նրանք մտան Արմենի բնակարան, Անահիտը ստիպված էր իրեն զսպել, որ չլացի։ Այդ տեղն ավելի մեծ էր, քան այն ամբողջ շենքը, որտեղ ինքն էր ապրում։ Ուներ երկհարկանի առաստաղով հսկայական հյուրասենյակ, կաշվե բազմոցներ, պատին հսկայական հեռուստացույց։ Խոհանոցն ավելի մեծ էր, քան իր ամբողջ սենյակը, ամբողջությամբ հագեցած ժամանակակից տեխնիկայով, որը նա միայն խանութներում էր տեսել։ 3 ննջասենյակ կար, յուրաքանչյուրն իր սանհանգույցով։ Պատշգամբի տեսարանը ցույց էր տալիս ամբողջ լուսավորված երանը, լույսերի մի տեսարան, որն անիրական էր թվում։ Դավիթը վազեց հյուրասենյակով, ինչպես երեխա խաղալիքների խանութում։ Մամ։ Նայիր այս հեռուստացույցի չափին։ Եվ խաղային համակարգիչ կա։ Քերի Արմեն, դու խաղային համակարգիչ ունես։ Այո, ունեմ։ Եվ դու կարող ես խաղալ, որքան ուզում ես, մինչ ես ընթրիքը պատրաստեմ։
Մինչ Դավիթը տեղավորվում էր բազմոցին խաղային համակարգչի կառավարման վահանակով, Արմենը Անահիտին տարավ խոհանոց։ Նա տեսանելիորեն անհարմար էր զգում, խաղում էր ձեռքերի հետ, խուսափում էր ուղիղ նայել նրան։ Արմենը վերցրեց նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Ինչ է պատահել։ Դու տարօրինակ ես։ Անահիտը հոգոց հանեց։ Պարզապես ես երբեք չէի գիտակցել մեր կյանքերի միջ այսքան մեծ տարբերությունը, Արմեն։ Երբ ես քեզ տեսնում եմ խանութում կամ այգում, դու նորմալ ես թվում, հասանելի ես թվում։ Բայց այստեղ, տեսնելով, թե որտեղ ես դու ապրում, տեսնելով այս ամենը, ես հասկանում եմ, որ մենք իսկապես տարբեր աշխարհներում ենք ապրում։ Դու այս ամենն ունես, իսկ ես հազիվ եմ կարողանում մի փոքրիկ սենյակի վարձ տալ։ Ինչպես կարող է սա ստացվել։ Արմենը նրան ավելի մոտ քաշեց։ Անահիտ, ուզում ես ճշմարտությունն իմանալ։ Երբ ես այսօր մտա քո այդ փոքրիկ սենյակ, ես աղքատություն չտեսա։ Ես սեր տեսա։ Ես տեսա մի մոր, որն անհնարինն է անում, իր որդուն արժանապատվությամբ մեծացնելու համար։ Ես տեսա ստեղծագործականություն, խնամք, քնքշություն։ Այս բնակարանը 300 քառակուսի մետր է, բայց լիովին դատարկ էր, մինչ դուք երկուստ այսօր այստեղ մտաք։ Հիմա այն կյանք ունի։ Հյուրասենյակում մի տղա է ծիծաղում։ Դու այստեղ ես ինձ հետ խոհանոցում։ Մի բան կա, որը ոչ մի փողով չես գնի։ Երջանկություն կա։ Բայց Արմեն, իսկ եթե մարդիկ խոսեն։ Իսկ եթե ասեն, որ ես քեզ հետ փողի համար եմ։ Թող խոսեն։ Ով քեզ իսկապես ճանաչում է, գիտի, թե դու ինչպիսի մարդ ես։ Իսկ ով չի ճանաչում, կարևոր չէ։ Կարևորն այն է, ինչ մենք զգում ենք միմյանց նկատմամբ։ Եվ ես գիտեմ, թե ինչ եմ զգում քո նկատմամբ։ Ես գիտեմ, որ առավոտյան արթնանալիս առաջին բանը, որի մասին մտածում եմ, դու ես։ Ես գիտեմ, որ երբ փողոցում մի հետաքրքիր բան եմ տեսնում, ուզում եմ քեզ ցույց տալ։ Ես գիտեմ, որ երբ տխուր կամ ուրախ եմ, դու այն մարդն ես, ում ուզում եմ կողքիս ունենալ։ Սա սեր է, Անահիտ։ Եվ իսկական սերը չի մտածում բնակարանի չափի կամ բանկային հաշվի մասին։ Անահիտը նայեց նրա աչքերին, վերջապես թույլ տվեց իրեն զգալ այն, ինչ այդքան երկար փորձում էր ճնշել։ Թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն, ամուր գրկեց Արմենին։ Ես էլ եմ քեզ սիրում, Արմեն։ Ես վախենում եմ, բայց քեզ սիրում եմ։ Եվ դա ոչ թե նրա համար է, ինչ դու ունես, այլ նրա համար, թե ով ես դու։ Ինչպես ես վերաբերվում իմ որդուն։ Ինչպես ես ինձ ստիպում առանձնահատուկ զգալ, թե ես ընդամենը Սյունիքի գյուղերից եկած մի հասարակ կին եմ։ Դու ընդամենը ոչինչ չես, Անահիտ։ Դու ամեն ինչ ես։ Նրանք գրկախառնված մնացին խոհանոցում, մինչ Դավիթը հայտնվեց դռան մոտ։ Դուք հիմա համբուրվելու եք։ Որովհետև սերիալներում, երբ մարդիկ այսպիսի բաներ են ասում, նրանք համբուրվում են։ Արմենն ու Անահիտը ծիծաղեցին, հետո Արմենը նայեց նրան այն հայացքով, որով թույլտվություն են խնդրում։ Անահիտը թեթակի գլխով արեց, Արմենը դանդաղ թեքվեց, մինչ նրանց շուրթերը հանդիպեցին մի նուրբ համբույրով, որը լի էր խոստումներով, հույսերով։ Դավիթը ծափահարեց, գոռաց. Ուրա! Հիմա մենք իսկական ընտանիք կլինենք։ Ընթրիքը Արմենի կյանքի ամենաերջանիկ գիշերներից մեկն էր։ Նա կարբոնարա մակարոն պատրաստեց, Դավիթին սովորեցրեց օգնել խոհանոցում, երեքով միասին կերան պատշգամբի սեղանի շուրջ, նայելով քաղաքի լույսերին։ Դավիթը պատմում էր դպրոցի պատմություններ, Անահիտը ծիծաղում էր այնպես, ինչպես Արմենը երբեք չէր տեսել, նա իրեն լիարժեք զգաց մի ձով, որը երբեք չէր պատկերացրել, թե հնարավոր է։ Ընթրիքից հետո Դավիթը սկսեց քնել։ Արմենը նրան գրկեց տարավ հյուրասենյակներից մեկը։ Դու կարող ես այստեղ քնել, չեմպիոն։ Այս մահճակալը շատ հարմարավետ է։ Տղան հարմարավետ տեղավորվեց փափուկ բարձերի մեջ, նայեց Արմենին այն քնաթաթախ աչքերով։ Քերի Արմեն, դու մայրիկիս հետ ամուսնանալու ես։ Արմենը ժպտաց շոյեց տղայի մազերը։ Եթե նա համաձայնի, այո։ Եվ եթե դու էլ թույլ տաս։ Ես թույլ եմ տալիս։ Ես ուզում եմ հայրիկ ունենալ։ Դպրոցի բոլոր տղաները հայրիկ ունեն։ Ես էլ էի ուզում ունենալ։ Դու կարող ես իմ հայրիկը լինել, քերի Արմեն։ Արմենը կոկորդում մի գունդ զգաց։ Ես շատ կուզենայի քո հայրիկը լինել, Դավիթ։ Եթե մայրիկդ համաձայնի, ես կլինեմ լավագույն հայրիկը, որը կարող եմ լինել քեզ համար։
Իսկ դու մեզ հետ ապրելու ես։ Եթե դուք ուզենաք, կարող եք այստեղ ինձ հետ ապրել։ Այս բնակարանում բավականաչափ տեղ կա։ Եվ այդպես դու կարող ես ամեն օր խաղային համակարգիչ խաղալ։ Դավիթը ժպտաց փակեց աչքերը։ Ես դրա մասին կերազեմ։ Արմենը նստած մնաց մահճակալի եզրին, մինչ վստահ եղավ, որ Դավիթը քնած է։ Հետո վերադարձավ հյուրասենյակ, որտեղ Անահիտը սպասում էր նրան, նստած բազմոցին։ Նա լսել էր ամբողջ խոսակցությունը, լուռ լաց էր լինում։ Նա ուզում է, որ դու իր հայրը լինես, ասաց նա, երբ Արմենը նստեց նրա կողքին։ Եվ ես էլ եմ ուզում։ Բայց Արմեն, սա շատ արագ է։ Մենք հազիվ ենք սկսել հանդիպել, արդեն խոսում ենք միասին ապրելու, ամուսնանալու մասին։ Ես գիտեմ, որ արագ է։ Բայց գիտես, ինչ եմ սովորել այս վերջին ամիսներին։ Որ երբ դու գտնում ես ճիշտ մարդուն, դու պարզապես գիտես։ Տարիների հանդիպումների կարիք չկա դա հասկանալու համար։ Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ։ Գիտեմ, որ Դավիթին եմ սիրում։ Գիտեմ, որ ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել ձեզ երկուսիդ հետ։ Եվ եթե քեզ ժամանակ է պետք վստահ լինելու համար, ես կսպասեմ։ Բայց իմ վստահությունն արդեն գոյություն ունի։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ես էլ եմ վստահ, Արմեն։ Ես սարսափած եմ, բայց վստահ եմ։ Պարզապես ես պետք է, որ դու մի բան հասկանաս։ Ես Դավիթը մի փաթեթ ենք։ Նա իմ առաջնահերթությունն է։ Միշտ կլինի։ Եթե դու ինձ հետ ամուսնանաս, դու նա որդի ես որդեգրում։ Մի որդի, որը քոնը չէ արյունով, բայց որը քո կարիքը կունենա, կարծես լիներ։ Ես դա հիանալի հասկանում եմ։ Եվ ես դա ուզում եմ։ Ես ուզում եմ Դավիթի հայրը լինել։ Ես ուզում եմ քո ամուսինը լինել։ Ես ուզում եմ ձեզ հետ ընտանիք կառուցել։ Եվ տես, ես գիտեմ, որ հեշտ չի լինելու։ Դժվարություններ կլինեն։ Բայց ես պատրաստ եմ այդ ամենին դիմակայել քո կողքին։ Հաջորդ շաբաթները նախապատրաստական էին։ Արմենը սկսեց բնակարանի սենյակներից մեկը վերանորոգել, Դավիթի սենյակը դարձնելու համար։ Նոր մահճակալ, պահարան, գրասեղան գնեց, որպեսզի նա տնային աշխատանքներն անի։ Սենյակը լցրեց խաղալիքներով, բայց զգույշ էր, որ չափն անցնի, որ տղային շատ չերես տա։ Ուզում էր, որ Դավիթը հասկանա իրերի արժեքը, չէր ուզում, որ նա դառնա երես առած երեխա, միայն այն պատճառով, որ հիմա ավելի շատ ռեսուրսներ ունի։ Անահիտն իր հերթին երկար զրույցներ ունեցավ Դավիթի հետ, բացատրելով այն փոփոխությունները, որոնք տեղի էին ունենալու իրենց կյանքում։ Տղան հիացած էր իսկական հայր ունենալու մեծ բնակարանում ապրելու գաղափարից, բայց Անահիտը պնդեց, որ ամենակարևորը ոչ թե բնակարանն ու խաղալիքներն են, այլ այն սերը, որը նրանք ունեն միմյանց նկատմամբ։ Արմենը նա լուրջ զրույց ունեցավ իր մոր, տիկին Վարդուհու հետ։ Մի կիրակի օր Անահիտին Դավիթին տարավ նրա հետ ծանոթացնելու։ Գյումրեցի տիկինը երեքին ընդունեց ավանդական հայկական ճաշով, տոլմայով, փախլավայով։ Նա ուշադրությամբ դիտում էր Արմենի Անահիտի, Արմենի Դավիթի շփումը, օրվա վերջում, երբ Անահիտը Դավիթի հետ գնաց։ Սանհանգույց նա որդուն քաշեց սենյակի անկյուն։ Սա իսկական կին է, տղաս։ Այն Սոնայի նման չէ, որը միայն խանութների ու խնջույքների մասին էր մտածում։ Սրա մեջ բովանդակություն կա, բնավորություն կա։ Իսկ տղան հրաշք է։ Դու նրա համար լավ հայր կլինես։ Շնորհակալ եմ, մամ։ Ինձ քո օրհնությունն է պետք։ Դու միշտ ունեցել ես իմ օրհնությունը, տղաս։ Միայն թե շատ մի ուշացրու ինձ համար իսկական հայ թոռներ բերելը։ Արմենը ծիծաղեց, գրկեց մորը։ Ամեն անգամ, երբ տիկին Վարդուհին նոր ընկերուհու հետ էր ծանոթանում, նույն կատակն էր անում հայ թոռների մասին։ Բայց այս անգամ, առաջին անգամ, Արմենն իսկապես կարող էր իրեն պատկերացնել երեխաներ ունենալիս։ Անահիտի հետ։ Ընտանիքն ընդլայնելիս։ Նոյեմբերը դարձավ դեկտեմբեր, Երանը սկսեց պատրաստվել ամանորին։ Խանութները տոնական զարդարանքներ դրեցին, արտրի կենտրոնները հսկայական տոնածառներ տեղադրեցին, փողոցները գունավոր լույսեր ստացան։ Դա Դավիթի սիրելի ժամանակն էր, նա անդադար խոսում էր մոտեցող ամանորի մասին։ Արմենը մի միտք ունեցավ։ Նա ուզում էր այդ ամանորն անմոռանալի դարձնել Անահիտի Դավիթի համար։ Ուզում էր վերջնականապես պաշտոնականացնել այն ընտանիքը, որը նրանք կառուցում էին։
Եվ այդպես դեկտեմբերի կեսերին նա գնաց Երանի կենտրոնում գտնվող մի ավանդական ոսկերչական խանութ գնեց երկու շատ առանձնահատուկ նվեր։ Դեկտեմբերի 31-ին Արմենը Անահիտին Դավիթին հրավիրեց ամանորն իր հետ անցկացնելու իր բնակարանում։ Անահիտը տատանվեց, քանի որ պլանավորել էր ամանորն անցկացնել հին սրճարանի ընկերուհիների հետ, բայց Արմենն այնքան պնդեց, որ նա վերջում զիջեց։ Դավիթը երկնքում էր քեռի Արմենի մեծ բնակարանում ամանորն անցկացնելու գաղափարից։ Ամանորի նախօրեին Արմենը զարդարեց ամբողջ բնակարանը։ 2 մետրանոց տոնածառ գնեց թույլ տվեց, որ Դավիթն այն զարդարի այնպես, ինչպես ուզում է։ Տղան ամբողջ օրն անցկացրեց խաղալիքներ, գունավոր գնդեր, լույսեր դնելով։ Արդյունքը մի փոքր ծուռ անկազմակերպ ստացվեց, բայց դա ամենագեղեցիկ տոնածառն էր, որ Արմենը երբեք տեսել էր, որովհետև այն սիրով էր արված։ Գիշերը, ընթրիքից հետո, երեքը նստեցին բազմոցին, լուսավորված տոնածառի դիմաց։ Դավիթը գրեթե քնում էր, հոգնած այդքան ոգորությունից։ Արմենը նայեց Անահիտին, որոշեց, որ ժամանակն է։ Դավիթ, չեմպիոն, մի փոքր արթնացիր։ Ես քեզ մի բան ունեմ ասելու։ Տղան բացեց քնաթաթախ աչքերը։ Ինչ է, քեռի Արմեն։ Արմենը գրպանից մի տուփ հանեց ծնկի իջավ Դավիթի առաջ։ Հիշում ես այն զրույցը, որ մենք մյուս օրն ունեցանք։ Քո հայրը լինելու մասին։ Ես ուզում եի իմանալ, թե դու դեռ ուզում ես դա։ Դու ինձ որպես քո հայր ընդունում ես։ Դավիթը լայն բացեց աչքերը, ամբողջ քնկոտությունն անմիջապես անհետացավ։ Այո, ուզում եմ, քեռի Արմեն։ Շատ եմ ուզում։ Արմենը բացեց տուփը, ներսում արծաթե շղթա կար, խարիսխի կախազարդով։ Ոսկերչական խանութի վաճառողուհին բացատրել էր, որ խարիսխը խորհրդանշում է կայունություն, անվտանգություն, ապահով նավահանգիստ։ Դա հենց այն էր, ինչ Արմենն ուզում էր լինել Դավիթի համար։ Ուրեմն ես ուզում եմ քեզ սա տալ։ Սա խորհրդանիշ է, որ ես միշտ այստեղ կլինեմ քեզ համար։ Միշտ կլինեմ քո ապահով նավահանգիստը։ Ընդունում ես։ Դավիթը դողացող ձեռքերով վերցրեց շղթան, թույլ տվեց, որ Արմենն այն դնի իր վզին։ Հետո նետվեց Արմենի գիրկը, ամուր գրկելով։ Շնորհակալ եմ, հայրիկ։ Հիմա կարող եմ քեզ հայրիկ ասել։ Արմենն ամուր բռնեց տղային, զգալով, թե ինչպես են արցունքները հոսում իր դեմքով։ Այո, կարող ես, որդիս։ Միշտ կարող ես ինձ հայրիկ ասել։ Անահիտը հեկեկում էր, ձեռքերով բերանը փակելով, որպեսզի խեղդի հեկեկոցները։ Այդ տեսարանն ավելին էր, քան նա երազել էր իր որդու համար։ Տեսնել, թե ինչպես է Դավիթը վերջապես հայր ունենում, տեսնել, թե ինչպես է այդ հրաշալի մարդն ընտրում սիրել իր որդուն, կարծես իրենը լիներ, ավելին էր, քան նրա սիրտը կարող էր տանել։ Երբ Դավիթը վերջապես բաց թողեց Արմենին, տղամարդը շրջվեց դեպի Անահիտը։ Դեռ ծնկաչոք, նա գրպանից մեկ այլ տուփ հանեց։ Անահիտ Գորգյան, դու իմ կյանք մտար, երբ ես ամենաշատն էի դրա կարիքն ունեցել։ Ինձ ցույց տվեցիր, թե ինչն է իսկապես կարևոր։ Ինձ սովորեցրիր, որ իսկական սերը ոչ մի կապ չունի փողի կամ կարգավիճակի հետ։ Ինձ ընտանիք տվեցիր։ Ինձ որդի տվեցիր։ Ինձ հույս տվեցիր։ Եվ հիմա ես ուզում եմ քեզ ինչ-որ բան տալ փոխարենը։ Ուզում եմ քեզ տալ իմ ազգանունը, իմ կյանքը, իմ հավերժական սերը։ Կամուսնանաս ինձ հետ։ Նա բացեց տուփը, ներսում պարզ, բայց գեղեցիկ նշանադրության մատանի կար, փոքրիկ ադամանդով, որը փայլում էր տոնածառի լույսերի տակ։ Անահիտը չկարողացավ խոսել, պարզապես հուսահատ գլխով արեց, որ այո, մինչ արցունքներն անդադար հոսում էին։ Արմենը մատանին դրեց նրա մատին, նրան քաշեց երկար ու կրքոտ համբույրի։ Մայրիկս ամուսնանալու է, գոռաց Դավիթը, թռչկոտելով բազմոցին։ Մենք իսկական ընտանիք ենք լինելու։ Ես հայրիկ կունենամ, մայրիկս, ամուսին, մենք բոլորս միասին կապրենք։ Երեքը գրկախառնվեցին այնտեղ, բազմոցին, տոնածառի լույսերը թարթում էին հետում, Երան քաղաքը փայլում էր դրսում, պատուհանից։ Դա պարզ, բայց կատարյալ տեսարան էր։ Մի անհավանական ընտանիք, որը ձևավորվել էր ոչ թե արյան կապերով, այլ շատ ավելի ուժեղ բանով։ Ընտրությամբ, սիրով, հարգանքով, փոխըմբռնումով։ Արմենը մտածեց, թե ինչպես է իր կյանքը փոխվել այն երեկոյից սուպերմարկետում։ Թե ինչպես է բարության մի պարզ դրսևորումը վերածվել այդքան ավելի մեծ բանի։ Թե ինչպես է դիտելը, թե ինչպես է մի տղա թխվածքաբլիթի տուփը վերադարձնում դարակին, բացել իր սիրտը իսկական սիրո համար։
Նա մտել էր այդ սուպերմարկետը որպես հարուստ, բայց դատարկ մարդ։ Եվ դուրս էր եկել ամենամեծ հարստությամբ, որը կարող է ունենալ մարդը։ Ընտանիքով։ Անահիտը մտածեց այն բոլոր դժվարությունների մասին, որոնց միջով անցել էր, այն բոլոր անգամների, երբ մտածել էր հանձնվելու մասին, այն բոլոր գիշերների, երբ միայնակ լաց էր եղել, մտածելով, թե արդյոք կկարողանա Դավիթին տալ այն կյանքը, որին նա արժանի է։ Եվ հիմա շուրջը նայեց, տեսավ, որ կարողացել է։ Ոչ այնպես, ինչպես պատկերացրել էր, այլ նույնիսկ ավելի լավ ձով։ Որովհետև գտել էր ոչ միայն ֆինանսական անվտանգություն, այլ սեր, ընկերակցություն, փոխըմբռնում։ Գտել էր մեկին, ով իրեն սիրում էր ոչ թե չնայած իր թերություններին, այլ հենց դրանց պատճառով։ Իսկ Դավիթը, այն 6-ամյա տղան, որը չափազանց շուտ էր սովորել զրկանքի զոհողության մասին, այժմ հանգիստ քնում էր հոր գրկում, բռնած իր խարիսխի շղթան, դեմքին ժպիտով։ Նա վերջապես ուներ այն, ինչին արժանի է յուրաքանչյուր երեխա։ Մի ընտանիք, որը նրան սիրում էր։ Մի տուն, որն ապահով էր։ Եվ վստահություն, որ այլս երբեք մենակ չի լինի։ Այդ ամանորի գիշերը, մինչ Երանը քնում էր դրսում, երեք սիրտ միասին էր բաբախում Վահագնի թաղամասի այդ բնակարանում։ Երեք կյանք, որոնք պատահաբար խաչվեցին, բայց ընտրությամբ միավորվեցին։ Երեք հոգի, որոնք գտան միմյանց մեջ այն, ինչ այդքան երկար փնտրում էին։ Անահիտը գտավ անվտանգություն սեր։ Դավիթը գտավ հայր։ Իսկ Արմենը գտավ նպատակ ընտանիք։ Եվ երբ ժամացույցը ցույց տվեց կեսգիշեր ամանորը վերջապես եկավ, նրանք բացեցին նվերները, որոնք Արմենը դրել էր տոնածառի տակ։ Դավիթի համար հեռակառավարվող մեքենա, որը նա տեսել էր մի ցուցափեղկում, ասել, որ շատ գեղեցիկ է։ Անահիտի համար նուրբ ոսկե շղթա, սրտի տեսքով կախազարդով։ Սրտի ներսում փոքր տառերով փորագրված էր. «Իմ ընտանիքը, իմ հարստությունը»։ Որովհետև դա հենց այն էր, ինչ նրանք էին Արմենի համար։ Նրա իսկական հարստությունը։ Ոչ թե սուպերմարկետները, ոչ թե բնակարանը, ոչ թե բանկի փողը։ Այլ այն ուժեղ արժանապատիվ կինը, որը գրավել էր նրա սիրտը իր քաջությամբ։ Այն քաղցր խելացի տղան, որը նրան հայր էր անվանել, ստիպել նրա սիրտը սիրով լցվել։ Նրանք այն հարստությունն էին, որը նա փնտրել էր ամբողջ կյանքում, առանց իմանալու։ Իսկ Անահիտը, նայելով իր մատի մատանին, Դավիթի Արմենի գրկում քնած լինելուն, այն կյանքին, որը կառուցվել էր այդքան տառապանքից հետո, վերջապես մի բան հասկացավ։ Որ երբեմն կյանքը մեզնից ամեն ինչ խլում է, որպեսզի կարողանա մեզ տալ հենց այն, ինչ մեզ պետք է։ Որ երբեմն պետք է հատակին հասնել, որպեսզի իսկապես բարձրացվես։ Որ երբեմն լավագույն օրհնությունները գալիս են սուպերմարկետի միջանցքում պատահականությունների տեսքով։ Նա այն երեկո գնացել էր այդ սուպերմարկետը միայն բրինձ լոբի գնելու համար։ Դուրս էր եկել այնտեղից շատ ավելիով։ Դուրս էր եկել հույսով։ Երկրորդ հնարավորությամբ։ Ապագայով։ Եվ հիմա, ամիսներ անց, ուներ լիարժեք ընտանիք, իսկական տուն, մի սեր, որի գոյության մասին նույնիսկ չգիտեր, որ հնարավոր է։ Այդ ամանորի լուսաբացին, Դավիթի նրանց երկուսի միջ բազմոցին քնած լինելով, Արմենն ու Անահիտն արթուն մնացին, խոսելով ապագայի մասին։ Ամուսնության մասին, որը պլանավորում էին գրանցել մի քանի ամսից, առանց մեծ խնջույքի, միայն ընտանիքի ամենամոտ ընկերների ներկայությամբ։ Ապագայում ավելի շատ երեխաներ ունենալու հնարավորության մասին, Դավիթի համար քույրեր ու եղբայրներ։ Դավիթին մասնավոր դպրոց տալու մասին, որտեղ նա կարող էր ավելի շատ հնարավորություններ ունենալ։ Անահիտի համալսարանական կրթություն ստանալու մասին, եթե նա ցանկանար։ Արձակուրդներին Սյունիք մեկնելու մասին, որպեսզի Դավիթը ծանոթանա այն վայրին, որտեղ մայրը ծնվել է։ Դրանք պարզ, բայց իմաստով լի պլաններ էին։ Մարդկանց պլաններ, ովքեր հավատում են վաղվա օրվան։ Մարդկանց, ովքեր կառուցել են ինչ-որ ամուր իսկական բան, սիրո փոխադարձ հարգանքի հիմքի վրա։ Եվ մինչ նրանք այդ պլաններն էին կազմում, տոնածառի լույսերն արտացոլվում էին նրանց դեմքերին, երկուսն էլ բացարձակապես վստահ էին մի բանում, որ գտել են միմյանց մեջ կյանքի իսկական իմաստը։ Այն նյութական իրերի մեջ չէր, պրոֆեսիոնալ հաջողության մեջ չէր, բանկային հաշվի մեջ չէր։ Այն այնտեղ էր, այդ բազմոցին, այդ գրկախառնության մեջ, այդ պահին։ Այն ընտանիքի մեջ էր, որը նրանք ընտրել էին միասին կազմել։ Եվ երբ առը սկսեց ծագել Երանում այդ ամանորի առավոտյան, քաղաքը լուսավորելով իր առաջին ոսկեգույն ճառագայթներով, Արմենը նայեց պատուհանից ժպտաց։ Նոր օր էր։ Նոր սկիզբ։ Նոր կյանք։
Եվ նա այլս մենակ չէր։ Նրա կողքին մի կին կար, որն իրեն իսկապես սիրում էր։ Մի որդի ուներ, որը նրան հպարտությամբ հայր էր անվանում։ Մի ընտանիք ուներ, որն իր իսկական հարստությունն էր։ Եվ իր սրտի խորքում Արմենը լուր շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ այն երեկո մտել էր այդ սուպերմարկետը։ Ուշադրություն դարձնելու համար։ Օգնելու քաջություն ունենալու համար։ Թույլ տալու համար, որ իր սիրտը բացվի սիրո համար։ Որովհետև երբեմն այն ամենը, ինչ մեզ պետք է, բարության մի փոքր դրսևորումն է, մեր կյանքի ընթացքն ամբողջությամբ փոխելու համար։ Եվ նա այդ քայլն արել էր։ Եվ հիմա քաղում էր պտուղները մի ձով, որը երբեք չէր պատկերացրել, թե հնարավոր է։ Անահիտը, զգալով Արմենի հայացքն իր վրա, բացեց աչքերը ժպտաց։ Բարի լույս, ապագա ամուսին։ Բարի լույս, ապագա կին։ Շնորհավոր ամանոր։ Շնորհավոր ամանոր, սերս։ Իմ կյանքի լավագույն ամանորը։ Եվ մինչ Դավիթը դեռ հանգիստ քնում էր նրանց երկուսի միջ, Արմենն ու Անահիտը այդ պահը կնքեցին մի նուրբ խոստումներով լի համբույրով։ Հավերժական սիրո, ընկերակցության, ընտանիքի, միասին կառուցված կյանքի խոստումներ։ Խոստումներ, որոնք նրանք գիտեին, որ կկատարեն, որովհետև նրանց սերը պատրանքների կամ երակայությունների վրա հիմնված սեր չէր։ Դա իրական սեր էր, փորձված կյանքի կողմից, ամրապնդված դժվարություններով, հենց դրա համար էլ անխախտելի։ Եվ այսպես, Վահագնի թաղամասի այդ բնակարանում, Երանի ամանորի մի առավոտ, երեք կյանք, որոնք ճակատագիրը միավորել էր, վերջնականապես վերածվեցին մի ընտանիքի։ Մի ընտանիք, որն ապացուցում էր, որ իսկական սերը սոցիալական արգելքներ չի ճանաչում, չի մտածում ֆինանսական տարբերությունների մասին, ուշադրություն չի դարձնում, թե որտեղից ես եկել։ Իսկական սերը մտածում է միայն այն մասին, թե ով ես դու, որքան մեծ է քո սիրտը, որքան է քո սիրելու սիրվելու կարողությունը։ Եվ այդ սերը, որը ծնվել է սուպերմարկետի միջանցքում, թխվածքաբլիթի տուփի բարության մի դրսևորման մեջ, վերածվել էր ամենագեղեցիկ սիրո պատմության, որը տեսել էր այդ քաղաքը։ Մի պատմություն, որն ապացուցում էր, որ հրաշքներ տեղի են ունենում ամեն օր, սովորական մարդկանց հետ, սովորական վայրերում։ Պարզապես պետք է աչքերը բաց ունենալ, տեսնելու, սիրտը բաց ունենալ, զգալու, անհրաժեշտ քաջություն գործելու համար։